Ուշադրություն, բարի երեկո, ֆուտբոլասեր բարեկամներ։ Բարև ձեզ։ Ինչպես գիտեք, երեկ Ուկրաինայի մայրաքաղաքում ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում մեր հանրապետության ազգային հավաքականը հանդիպեց Ուկրաինայի հավաքականի հետ։ Ընդհանրապես Հայաստանի եւ Ուկրաինայի ուժեղագույն թիմերի ցանկացած հանդիպում մեծ հետաքրքրություն է առաջացնում, բնական է, որ աշխարհի առաջնության շրջանակներում նույնպես այս խաղը հետաքրքիր էր, սպասվում էր մեծ հետաքրքրությամբ եւ պետք է ասել առաջացնելով, որ մեր սպասելիքները արդարացան։ Ընդհանրապես մարզական առումով նույնպես շատ մեծ նշանակություն ուներ հանդիպումը, քանի որ Ուկրաինայի հավաքականը, որը երևի շատերի համար անսպասելի դարձել էր Եվրոպական 9-րդ ընտրական խմբի առաջատար, միայն ու միայն պետք է հաղթեր, որպեսզի հետագայում հույս ունենար պայքարելու ուղեգրի համար։ Ուկրաինա-Հայաստան հանդիպումը սկսված է եւ հենց խաղասկզբից ուկրաինացիները անցնում են գրոհի եւ ահա այն առաջին գոլը, որ գրանցվեց այդ հանդիպման ընթացքում։ Նորից աչքի ընկավ Ուկրաինայի հավաքականի հարձակման առաջատար Շևչենկոն եւ ահա ինչպես տեսնում եք գոհ են եւ հավաքականի մարզիչները եւ ֆուտբոլասերները, տեսեք կրկնապատկերը։ Մինչ այդ հիանալի խաղաց պաշտպան Յուրի Դմիտրուլինը, իսկ գրոհի եզրափակիչ փուլում ուղղակի հաջողությամբ այն եզրափակեց Շևչենկոն, որը ավելի շուտ հասավ գնդակին, քան նրան ամբողջ խաղի ընթացքում հետապնդող Հարություն Վարդանյանը։ Դա տեղի ունեցավ հանդիպման 6-րդ րոպեին եւ լուրջ հայտեր, իհարկե մենք բոլորս էլ մտահոգված էինք, որ առաջին րոպեներին մեր հավաքականը կարողանա դիմակայել ուժեղ մրցակցին, նույնը նաեւ ասում էր Խորեն Հովհաննիսյանը, որ սկզբից եթե կարողանանք դիմանալ, հետագայում ավելի հեշտ կլինի պայքարել։ Սակայն Ուկրաինայի հավաքականը, որի հիմնական զենքը արագությունն է, ֆուտբոլիստների ֆունկցիոնալ լավ պատրաստականությունը, բնականաբար հենց առաջին րոպեներից ձգտեցին առավելության հասնել եւ իրենց մշակած պլանը հաջողություն տվեց, հաջողությամբ պսակվեց, ընդ որում դուք տեսաք, թե ինչպես արագ նրանք կազմակերպեցին գրոհը եւ հենց արագության շնորհիվ աչ եզրից ճեղքելով պաշտպանությունը գնդակ ուղարկեցին դարպասապահ հրապարակ եւ վրա ասած Շևչենկոն կարողացավ բացել խաղի հաշիվը։ Իհարկե գլխավոր իրադարձությունները դեռ արժևում են։ Ես ասեմ, որ տեսաժապավենը մեզ են տրամադրել Ուկրաինայի հեռուստատեսության մեր գործընկերները, այնպես որ մենք այսօր հնարավորություն կունենանք դիտելու երկու խաղակեսերն էլ, բոլոր հետաքրքիր պահերը եւ կարող ենք միասին գնահատական տալ այդ հանդիպմանը։ Իսկ մինչ այդ եկեք ծանոթանանք մրցող թիմերի կազմերին։ Հյուրերը, մեր հավաքականի ֆուտբոլիստները հանդես են գալիս հետևյալ կազմով. դարպասապահ Ռոման Բերեզովսկի, Զենիթ Սանկտ Պետերբուրգ, համար 2 Երվանդ Սուքիասյան, Կավալա Հունաստան, համար 3 Ֆելիքս Խոջոյան, Շիրակ Գյումրի, սա նրա դեբյուտն է, համար 4 Սարգիս Հովսեփյան, Փյունիկ Երևան, համար 5 Միշել Տեր-Զաքարյան, Մոնպելիե Ֆրանսիա, համար 6 Հարություն Վարդանյան, Շիրակ Գյումրի, համար 7 Արթուր Պետրոսյան, Շիրակ Գյումրի, համար 8 Նալչիկի Սպարտակի երիտասարդ կիսապաշտպան Ալբերտ Սարգսյան, նույնպես նրա դեբյուտն էր այս խաղը, համար 9 Համլետ Մխիթարյան, Փյունիկ Երևան, համար 10 Էրիկ Ասադուրյան, Գենգան Ֆրանսիա եւ համար 11 Կարապետ Միքայելյան, Յուկոնգ, Հարավային Կորեա։ Թիմի գլխավոր մարզիչն է Խորեն Հովհաննիսյանը, մարզիչներն են Սամվել Դարպինյանն ու Անդրանիկ Ադամյանը։ Ուկրաինայի հավաքական, նախապես ասեմ, որ Ուկրաինայի հավաքականում 18 ֆուտբոլիստների թվում հայտավորված էր Կիևի Դինամոյի 11 խաղացող, որոնցից 10-ը հենց սկզբից դուրս եկան խաղադաշտ։ Ահա Ուկրաինայի հավաքականի մեկնարկային կազմը. դարպասապահ Ալեքսանդր Շավկովսկի, Դինամո Կիև, համար 2 Օլեգ Լուժնիկ, Դինամո Կիև, համար 3 Յուրի Դմիտրուլին, Դինամո Կիև, համար 4 Ալեքսանդր Գալովկո, Դինամո Կիև, համար 5 Վլադիսլավ Վաշչուկ, Դինամո Կիև, համար 6 Դմիտրի Միխայլենկո, Դինամո Կիև, համար 7 Սերգեյ Նագորնյակ, Դնեպր, միակ ֆուտբոլիստն է, որը Կիևը չի ներկայացնում, համար 8 թիմի ավագ Յուրի Կալիտվինցև, Դինամո Կիև, համար 9 Վիտալի Կասովսկի, Դինամո Կիև, համար 10 Անդրեյ Շևչենկո, Դինամո Կիև եւ
Համար 11 Սերգեյ Ռեբրով։ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչն է Յոժեֆ Սաբոն, մարզիչներն են Լեոնիդ Բուրյակը, Վալերի Զույևը։ Հանդիպումը սպասարկում է Բուլղարիայի մրցավարական անձնակազմը, գլխավոր մրցավարն է Աթանաս Ուզունովը, նրա օգնականներն են Իվան Իսկովը եւ Յորդան Յորդանովը, Պահեստային մրցավարն է Ստեփան Օրմանդիևը։ Ասեմ, որ խաղից առաջ հորթառատ անձրև տեղած, ես կասեի պարզապես ջրհեղեղեր, այնպիսի ամպեր էր կուտակվել ուժեղ փոթորիկ էր, որ թվում էր, թե հնարավոր է խաղը հետաձգվի։ Ընդ որում ասեմ, որ Հայաստանի հավաքականը չարտերային ուղերձով մեկնեց Կիև, նրան ուղեկցում էին 12 լրագրողներ, սա հաճելի երևույթ էր, եւ առաջին երկու օրը մայիսի 5-ին ու 6-ին շատ լավ եղանակ էր, 7-ին էլ մինչև կեսօր պարզ եղանակ էր, բայց հետո այնպես ստացվեց կտրուկ փոխվեց եղանակը մոտ կես ժամ անձրև տեղաց, բայց հետո նորից երկինքը պարզեց, թվում էր ամեն ինչ լավ կլինի, հենց հասանք մարզադաշտ, նորից կտրուկ եղանակը փոխվեց ու այնպիսի ուժեղ անձրև տեղաց, որ ամբողջ խաղադաշտը ոչ միայն թաց էր, այլև նաև պատել էր ցեխով ու ֆուտբոլիստների համար անչափ դժվար էր գործել, նրանք շատ դժվարությամբ էին կարողանում պահել իրենց հավասարակշռությունը։ Իրոք խաղադաշտը ծանր էր, հատկապես մեր ֆուտբոլիստների համար, որոնք թաց եղանակին այնքան էլ չեն կարողանում դրսևորել իրենց ողջ ունակությունները, դրա համար հարկավոր է ֆիզիկական հիանալի պատրաստականություն, ինչը ունեն ուկրաինացի ֆուտբոլիստները։ Ընդհանրապես ուկրաինական ֆուտբոլին բնորոշ է ուժային կոշտ պայքարը, կոշտ պրեսինգը ամբողջ դաշտով մեկ։ Հենց այդպես էլ ուկրաինացի ֆուտբոլիստները սկսեցին եւ թվում էր, թե մեր ֆուտբոլիստները մանավանդ այն բանից հետո, որ նրանք արդեն խաղասկզբում գնդակ ընդունեցին սեփական դարպասը, կարող են խոճապի մատնել, բայց ինչպես ցույց տվեց հանդիպան ընթացքը, դուք նույնպես կհամոզվեք, մեր ֆուտբոլիստները կարողացան կերպարանափոխվել եւ ինչպես ասում են, անակնկալ մատուցեցին ուկրաինական ֆուտբոլին։ Հիմա հետևենք հանդիպան ընթացքին, ուկրաինացիները իրացնում են անկյունայինը եւ մեր ֆուտբոլիստները գնդակը դուրս են հանում դաշտի սահմաններից, դա Խոջոյանների դեպ ասեմ, որ երկու նորեկ կար մեր հավաքականի կազմում, Խոջոյանը եւ Ալբերտ Սարգսյանը եւ երկուսն էլ որպես նորեկ հաճելի տպավորություն թողեցին։ Ես կուզենայի մի քանի խոսք ասել Ալբերտ Սարգսյանի մասին, նրա հետ հարցազրույց եմ անցկացրել, այդ երիտասարդ ֆուտբոլիստը բնատուր բոլոր տվյալները ունի բարձր կարգի ֆուտբոլիստ դառնալու համար։ Ամենակարևորը, որ ատլետիկ է, նրա հասակն է 182 սանտիմետր, լայնաթիկունք եւ հենց առաջին այս պատասխանատու խաղում պատվով դուրս եկավ, իրեն լրիվ արդարացրեց, ծնվել է 1975 թվականի մայիսի 15-ին, այնպես որ միայն մայիսի 15-ին կդառնա 22 տարեկան, մայրը Ղարաբաղից է, հայրը ծնվել է Վրաստանում, ինքը ծնվել է Նալչիկում, մի խոսքով ինքն էլ մեծ սիրով ընդունել է այս հրավերը, ես նույնիսկ լսել եմ, որ Մոսկվայի Լոկոմոտիվը ուզում է նրան հրավիրել, իսկ Նալչիկի Սպարտակը հանդես է գալիս առաջին խմբում։ Ինչպես նշեց գործընկերը Սլավա Սարգսյանը, իրոք եւ Ֆելիքս Խոջոյանը, որը նույնպես ատլետիկ տվյալներ ունի, չի խուսափում ուժային պայքարից եւ Ալբերտ Սարգսյանը իրենց գերազանց դրսևորեցին այս անչափ պատասխանատու խաղում։ Ահա ուկրաինացի ֆուտբոլիստները գնդակ ուղարկեցին Տիգրանային հրապարակ եւ գերազանց է խաղում դարպասապահ Բերեզովսկին։ Իդեպ Բերեզովսկին այսօր ոչ միայն մեր հավաքականի, այլ ընդհանրապես կարող եմ ասել այսօր Եվրոպայի լավագույն դարպասապահներից մեկն է։ Այդ բանը նա ապացուցեց հատկապես այս հանդիպան ժամանակ։ Իհարկե մենք առաջիկայում կտեսնենք նրա հիանալի խաղը։ Ես ուզում եմ եւս մի խոսք ասել Ալբերտ Սարգսյանի մասին, կարծում եմ հենց այդ տիպի ֆուտբոլիստներ պակասում մեր հավաքականում, հատկապես կենտրոնական մասում գործող ֆուտբոլիստ, որը պատկերացնում է խաղը եւ ունի խաղային բարձր կուլտուրա, իհարկե հիացած էին խաղից հետո նաեւ մեր թիմի մարզիչները։ Ճիշտ է, առայժմ հիմա դուք տեսնում եք Ուկրաինայի ղեկավարներին, որոնք եկել էին դիտելու հանդիպումը, նրանց թվում էր նաեւ ճանաչված մասնագետ, ֆուտբոլի ճանաչված մասնագետ Վալերի Լաբանովսկին, ասեմ, որ այսօր Վալերի Լաբանովսկին գլխավորում է Կիևի Դինամոն եւ միաժամանակ համարվում է հավաքականի խորհրդատուն։ Այո, Ալբերտ Սարգսյանից գոհ էին։ Ճիշտ է, առայժմ Ալբերտ Սարգսյանը այն ֆուտբոլիստը չէ, որ կարողանա ամբողջ ծանրությունը միջին գտնվեցնել իր վրա, բայց եւ այնպես կան նախադրյալներ, որ այս երիտասարդ ֆուտբոլիստը
կարող է ապագայում դառնալ հիանալի կիսապաշտպան։ Բերեզովսկու մասին ես մի քանի խոսք ասեմ, առավել ևս որ ձեր էկրաններին հենց Բերեզովսկին է։ Երբ ես ռադիոռեպորտաժը վարում էի, իմ խցիկում դրված էր հեռուստացույց, միաժամանակ լսում էի նաև Ուկրաինայի հեռուստատեսության մեկնաբանի ձայնը եւ հաճելի էր լսել, որ նա ասում էր, թե Բերեզովսկին այսօր Ռուսաստանի առաջնության լավագույն դարպասապահն է։ Եվ իրոք նա ճանաչվել է ապրիլ ամսվան Ռուսաստանի լավագույն խաղացողը, ոչ միայն դարպասապահ, այլ ընդհանրապես որպես Ռուսաստանի լավագույն խաղացող։ Այո, Բերեզովսկին հեռանկարային դարպասապահ է, կարծում եմ ժամանակն է, որ նա արդեն տեղափոխվի արտասահմանյան մեկ այլ ֆուտբոլային խոշոր տերություն։ Իհարկե Ռուսաստանը այնպիսի խոշոր տերություն չէ, ինչպիսին ասենք Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, բայց եւ այնպես ժամանակն է, որ նա տեղափոխվի այնտեղ եւ կարող է դառնալ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը։ Ես ճշմարիտն ասած չեմ կասկածում, որ դա շատ շուտ է լինելու, առավել ևս որ արխիվում աշխարհի առաջնության երկու այդ տեսակետից կարևոր հանդիպումներ են մեր հավաքականի համար։ Օգոստոսի 20-ին Հայաստանի հավաքականը Լիսաբոնում մրցելու է Պորտուգալիայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 10-ին Գերմանիա, Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ, դա նշանակում է, որ մեր թիմը կլինի ամբողջ ֆուտբոլային Եվրոպայի ուշադրության կենտրոնում, եւ եթե Բերեզովսկին այդ երկու հանդիպումներում նույնպես խաղա իր վարպետությամբ, իր բարձրության վրա լինի, ես չեմ կասկածում, որ նրան անպայման կհրավիրեն եվրոպական որևէ առաջատար թիմ։ Ընդ որում ես ասեմ, որ Բրայան Համիլտոնը, Հյուսիսային Իռլանդիա հավաքականի մարզիչը, Հայաստան-Հյուսիսային Իռլանդիա խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում ընդգծեց ինքը, որ մասնավորապես որ Հայաստանի հավաքականը հրաշալի դարպասապահ ունի։ Եվ իզուր չեն ասում, որ դարպասապահը թիմի կեսն է եւ հենց Ուկրաինայի հավաքականի հետ անչափ կարևոր էր Բերեզովսկու վստահ խաղը, որը նաեւ վստահություն էր հաղորդում իր խաղընկերներին։ Տեսեք, այս առաջին կեսի մինչև 35 րոպեն անընդհատ դրությանը տիրում էին առավելությունը Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստների կողմից, դուք ձեր էկրաններին տեսնում եք Կիևի Ուկրաինայի հավաքականի ղեկավարներին։ Հիմա տեսնում եք մեր թիմի ղեկավարներին, մեր թիմը պարտվում է առայժմ 0-1 հաշվով եւ բնական է մտահոգված են եւ Խորեն Հովհաննիսյանը եւ նրա գործընկերները, բայց եւ այնպես ասեմ, որ առաջին խաղակեսի 20 րոպեների ընթացքում մեր ֆուտբոլիստները գրեթե աչքի չընկան ոչինչով, բայց այնուհետև խաղը հավասարվեց եւ մեր ֆուտբոլիստներն էլ առանձին դեպքերում դիմելով վտանգավոր հակագրողների կարողացան լարվածություն ստեղծել մրցակցի Տուգանային հրապարակում։ Հիմա նորից գրոհում են ուկրաինացի ֆուտբոլիստները, պատասխան գրող, հատեսեք։ Կարապետ Միքայել, Արտուր Պետրոսյանն է գնդակով, փոխանցում Զախթևը եւ Կարապետ Միքայելյանը, որը բավականին արագաշարժ ֆուտբոլիստ է, ճկուն Արջևի գծում անընդհատ փորձում էր մանյովրել, մեծ ծավալի աշխատանք էր կատարում, այս անգամ նրա գրոհը չստացվեց։ Ուզված է հիմա Անդրանիկ Ադամյանը, մեր թիմի մարզիչներից մեկը։ Ընդհանրապես մեր ֆուտբոլիստներին չի հաջողվում ոչ մի կերպ հաջող խաղալ ուկրաինական թիմերի հետ։ Նորից եմ ասում, ուկրաինացիները սիրում են կոշտ ֆուտբոլը, մրցակցին դիմավորում իրենց կիսադաշտում, դիմում են պրեսինգի, գնդակը խլելուն պես բավականին արագ, առանց վարկյան կորցնելու անցնում են պատասխան գրոհի։ Այդպես էր խաղում Կիևի Դինամոն ժամանակին, երբ դարձավ խորհրդային միության ուժեղագույն, բացարձակ ուժեղագույն թիմը, ճանաչում գտավ նաև Եվրոպայում։ Հիշում եք, երբ թիմը գլխավորում էր Վալերի Լաբանովսկին, խաղում էին Բլախինը, Վերեմեևը, մյուս առաջատար ֆուտբոլիստները Կոլոտովը եւ հիանալի տպավորություն։ Միայն դա էր ուկրաինացի ֆուտբոլիստների զենքը։ Իհարկե հայկական ֆուտբոլին բնորոշ է տեխնիկական լավ պատրաստականությունը, տակտիկական մտահղացումները, բայց ֆիզիկական առումով առայժմ մեր ֆուտբոլիստները չեն կարողանում հավասարվել Եվրոպայի առաջատար թիմերին։ Մեր հավաքականից այս խաղում ամենապատասխանատու դերը ստանձնել էին երկու ֆուտբոլիստներ՝ Երվանդ Սուքիասյանը, որը այս խաղում մեր հավաքականի ավագն էր, ինչպես նաև Հարություն Վարդանյանը։ Նրանք պետք է անհատապես հսկեին Ուկրաինայի հավաքականի երկու ագրեսիվ, արագաշարժ
հարձակվողների Շևչենկոին եւ Ռեբրովին։ Իհարկե անչափ դժվար էր դա անել, որովհետեւ ամբողջ թիմը շատ արագ էր գործում, հատկապես այդ երկու ֆուտբոլիստները, հատեսեք Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստներն են գրոհում եւ այս անգամ մեր թիմի խաղացողներին հաջողվում է խափանել գրողը։ Բայց առաջ անցնելով ասեմ, թե Երվանդ Սուքիասյանը եւ թե Հարություն Վարդանյանը կարողացան կատարել իրենց խնդիրը եւ նպաստեցին իհարկե մեր թիմի վերջնական հաջողությանը, որ հանդիպումը ավարտվեց ոչ ոքի։ Եվ ասեմ Սուրեն, որ դա իմ կարծիքն է, իհարկե Երվանդ Սուքիասյանին դուք տեսնում եք ձեր էկրանին, ես ուզում եմ հենց նրա մասին խոսել։ Երվանդ Սուքիասյանը անցկացրեց իր լավագույն խաղերից մեկը Ուկրաինայի մայրաքաղաքում։ Հիշում են ֆուտբոլասերները, որ մի քանի տարի Երվանդ Սուքիասյանը հանդես է եկել Կիևի Դինամոյում, Ուկրաինայում նրան լավ ճանաչում են, եւ ուզում եմ նաեւ խոսել մեկ ուրիշ հարցի մասին, որտեղ Հայաստանում, իսկ հետո արդեն Ուկրաինայի մայրաքաղաքում խոսակցություններ էր տարածված այն մասին, որ կարծես Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականները բարեկամություն անեն, Ուկրաինայի հավաքականը լավ նախադրյալներ ունի դուրս գալու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, եւ այդ խոսակցությունները շարունակվեցին նաեւ Ուկրաինայի մայրաքաղաքում։ Իհարկե, առաջին հերթին նման պայմաններում պետք է դիմեին մեր թիմի հավաքին այս խաղում Երվանդ Սուքիասյանին, բայց պետք է արժանին մատուցել մեր տղաներին, որ նրանք կարողացան համախմբել եւ ցրել այդ կարծիքները եւ հիանալի խաղ ցուցադրեցին Ուկրաինայի մայրաքաղաքում։ Ճիշտ է, դուք դիտում եք առաջին խաղակեսը հիմնականում գրոհում են ուկրաինացի ֆուտբոլիստները, մեր թիմի ֆուտբոլիստները անցել են պաշտպանության, ամուր պատնեշ են ստեղծել իրենց կիսադաշտում եւ հնարավոր պահեր են փնտրում հակագրողներ ձեռնարկելու համար։ Գնդակը դուրս է եկել դաշտի սահմաններից, մեր ֆուտբոլիստներից, եթե չեմ սխալվում, Հարություն Վարդանյանը ընկել է այնտեղ եւ հիմա նրան օգնություն ցույց կտան։ Այո, Հարություն Վարդանյանն էր ընկել, խաղից հետո ես իմացա, Կասովսկին էր պայքարի ընթացքում արմունկով հարվածել եւ նա ուզի երակի լուրջ վնասվածքեր ստացել, բայց բարեբախտաբար նա կարողացավ վերադառնալ խաղադաշտ, քանի որ այս հանդիպման ժամանակ նրա ներկայությունը խիստ կարևոր էր, որովհետեւ Հարություն Վարդանյանը մեր թիմի այն միակ խաղացողներից է, ավելի ճիշտ ոչ թե միակ, այլ այն մի քանի խաղացողներից մեկն է, որոնք կարող են օդային մենամարտերում պայքար մղել մրցակցի հետ։ Ընդ որում ասեմ, որ հունվարի Մոսկվայում տեղի ունեցած անկախ պետությունների համագործակցության չեմպիոնների գավաթի խաղարկության ժամանակ երևի շատերը հիշում են, որ մեր չեմպիոնը Փյունիկը եւ Ուկրաինայի չեմպիոնը Կիևի Դինամոն ընդգրկված էին նույն խմբում եւ նրանց հանդիպման ժամանակ հենց Հարություն Վարդանյանի ու Վարդան Խաչատրյանի շնորհիվ Կիևի դինամոյականները չկարողացան օդային մենամարտերում առավելության հասնել մեր թիմի նկատմամբ։ Այն խոսակցությունների մասին ես կցանկանայի շարունակել քո միտքը, Սլավա, խոսակցությունները գնում էին ոչ միայն Ուկրաինայի մայրաքաղաքում, խոսակցությունները դեռևս սկսել էին Սանկտ Պետերբուրգից։ Ես այցելեցի Ուկրաինայի մարզական լավագույն թերթերից մեկի կոմանդա թերթի խմբագրատուն, այնտեղ գլխավոր խմբագիրը ինձ ասեց, ճշմարիտն ասած անակնկալ էր, ասաց, որ մայիսի 3-ին Լենինգրադում Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Զենիթ Սպարտակ խաղից հետո, որ ավարտվել էր ոչ ոքի 0-0, Բուշևեցը Զենիթի գլխավոր մարզիչը չգիտես ինչու հայտարարել էր, թե նախապես արդեն ես տեղյակ եմ, որ Հայաստանի հավաքականը խաղը տալու է Ուկրաինայի հավաքականին եւ ինչու են անպայման Հայաստանի հավաքականի ղեկավարները ուզում, որ Բերեզովսկին հանդես գա այդ խաղում, չէ՞ որ իրենց համար ավելի կարևոր է այդ օրը, այսինքն մայիսի 7-ին պետք է գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում մրցեի Մոսկվայի Սպարտակն ու Սանկտ Պետերբուրգի Զենիթը, որը ավարտվել է Զենիթի հաղթանակով 1-0 հաշվով, սա ինձ թվում է ավելի շատ դիվանագիտական քայլ էր, ավելի սրելու իրավիճակը, որովհետեւ Բուշևիցին ավելի ձեռնտու էր որպեսզի Բերեզովսկին հանդես գար Սանկտ Պետերբուրգի կազմում եւ դուք պատկերացնում եք մեր թիմի ղեկավարների եւ ֆուտբոլիստների վիճակը եւ ամենայն պատահական չէ որ ես ռադիոռեպորտաժում ասել էի որ խաղից առաջ երբ մենք լրագրողներս եւ ինչպես նաեւ թիմի ղեկավարները արդեն պատրաստվում էինք ավտոբուս նստել, ֆուտբոլիստները արդեն նստել էին ավտոբուս, Երվանդ Սուքիասյանը մեզ խնդրեց որ 2 րոպեով իրենց հնարավորություն տանք առանձին
խոսակցություն վարելու։ Ես գիտեմ դու հարցազրույց ես ունեցել Երևանի հետ, ինչ ասաց այդ կապակցությամբ։ Այո, նշեց, որ իրենք առանձին խոսալու բան ունեն ֆուտբոլիստները, միայն ֆուտբոլիստները միասին, եւ կարծես երթում տվեցին ավտոբուսի մեջ, որ իրենք անպայման պետք է ձգտեն ամեն ինչ անել, որպեսզի այդ խոսակցությունները ծրվեն, եւ ես կարծում եմ այդ խոսակցությունների հիմքը եղավ հենց Սանկտ Պետերբուրգից, այդ լուրերի տարածողը փաստորեն Անատոլի Բիշևեցն էր, եւ հենց այդպես էլ շարունակվեց, բայց միգուցե հենց այդ խոսակցություններն էլ առիթ տվեցին, որ մեր ֆուտբոլիստները ավելի համախմբեն, հավաքվեն եւ այսպիսի խաղ ցուցադրեն Ուկրաինայի մայրաքաղաքում։ Ասեմ, որ վերջին անգամ Երևանի Արարատը 1972 թվականին էր ոչ ոքի խաղացել Ուկրաինայի մայրաքաղաքի լավագույն թիմի հետ, Կիևի Դինամոն, այն ժամանակ Կիևի Դինամոն եւ ասենք նույնիսկ Արարատը հանրապետությունների լավագույն թիմերն էին։ Այո, հենց այդ խաղում էր, որ Ֆորման Աբրամյանը գրեթե 40 մետր հեռավորությունից կարողացավ հասարեցնել հաշիվը։ Հիմա նորից հետևենք հանդիպման ընթացքին։ Տեսեք, հիմնականում խաղը անցնում է ձախ կիսադաշտում, սպիտակ մարզահագուստով արդեն երևի կռահել եք մեր ֆուտբոլիստներն են հանդես գալիս։ Եվ աստիճանաբար խաղը հավասարվում է, Երվան Սուքյասյանը իրացնում է Տուգանայինը, գնդակը գալիս է ձախ թևը, Կարապետ Միքայելյան պայքարում է ամեն դեպքում գնդակի համար, չի թողնում շրջվելու պաշտպանին եւ գրոհը սկսելու իր կիսադաշտից։ Ամեն դեպքում չնայած հորդառատ անձրևին, այնուամենայնիվ ստադիոնում քիչ չէին հանդիսականները, եթե չլիներ նման եղանակը, ապա կարծում եմ ավելի շատ կլիներ հանդիսականների քանակը Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական ստադիոնում։ Ահա մեր ֆուտբոլիստները խաղարկում են գնդակը դաշտի միջին մասում, Կարապետ Միքայելյան, կարճ փոխանցումներ, տեսնում եք ինչպես են խաղում ուկրաինացիները։ Կոշտ պրեսինգի շնորհիվ կարողանում են խլել գնդակը եւ անցնում են վտանգավոր գրոհի։ Իդեպ ասեմ, որ Միշել Տեր-Զաքարյանը հիանալի խաղաց պաշտպանությունում, հատկապես երկրորդ խաղակեսում։ Փորձառու այդ ֆուտբոլիստը չնայած կորցրել է արագությունը, շարժունակությունը, ցատկունակությունը նույնիսկ, բայց եւ այնպես փորձի շնորհիվ, դիրքի ճիշտ ընտրության շնորհիվ կարողացավ ոչ միայն հաջող խաղալ պաշտպանությունում, այլև ոգևորել խաղընկերներին, տանել իր հետևից։ Իդեպ ասեմ, որ Միշել Տեր-Զաքարյանը հիանալի մթնոլորտ է ստեղծում թիմում։ Դա շատ կարևոր է ֆուտբոլում։ Տեսեք, ուկրաինացի ֆուտբոլիստները խաղարկում են գնդակը, վտանգավոր փոխանցում Տուգանային հրապարակ, Շևչենկոն է, ներեցեք 7 համարն է գնդակով, դա Զագարադնյուկն է, միակ ֆուտբոլիստը, որ ներկայացնում է Դնեպրոպետրովսկի Դնեպրը, ինչպես ասաց իմ գործընկերը Սուրեն Բաղդասարյանը, մյուս բոլոր խաղացողները ներկայացնում են Կիևի Դինամոն։ Տեսեք, Ֆելիքս Խոջոյանը ինչպես է հսկում Նագորնյակին։ Անկյունային իրացնում է Կասովսկին, վտանգավոր դրություն է։ Հարված դարպասին վտանգավոր հարված է, կռահում է հարվածի ուղղությունը մեր դարպասապահը Ռաման Բերեզովսկին, շատ հանգիստ ու վստահ է խաղում այս երիտասարդ դարպասապահը։ Շատ հազվադեպ է լինում, որ այդ տարիքում երիտասարդ տարիքում դարպասապահը կարողանում է ձեռք բերել նման խաղային փորձ եւ շատ հանգիստ գործել դարպասում։ Ահա դուք տեսնում եք նրան ձեր էկրանին։ Անկախ այն բանից, որ եղանակը բարենպաստ չէր, այնուամենայնիվ 50,000-ից պակաս հանդիսական չէր հավաքվել Ուկրաինայի ազգային օլիմպիական մարզահամալիրում։ Հիմա այդ մարզադաշտը այդպես է կոչվում, առաջ կոչվում էր հանրապետական մարզադաշտ։ Տեսեք ինչ վտանգավոր գրոհ ձեռնարկեցին եւ նորից Շևչենկոն էր սուր ծայրում։ Շատ դժվար է նրան վնասազերծել եւ առանձին դեպքերում կարողանում է Հարություն Վարդանյանին օգնության հասնել Սարգիս Հովսեփյանը։ Ընդհանրապես տեսեք, մեր բոլոր ֆուտբոլիստները ինչպես են ազնուրած պաշտպանում, բայց միևնույն է այնքան արագաշարժ է Շևչենկոն, որ ամեն մի պատե առիթ օգտագործում է վճռական հարվածի դուրս գալու համար։ Բերեզովսկին գնդակը ուղարկում է կենտրոն։ Հարություն Վարդանյան փոխանցում ձախ,
Եվ նորից գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Իհարկե նման ծանր ծածկի վրա շատ դժվար է մեր ֆուտբոլիստներին ցուցադրել իրենց վարպետությունը։ Իհարկե նման եղանակը ավելի շատ վնաս է այն թիմին, որը սիրում է տեխնիկական ֆուտբոլը։ Ֆելիքս Խոջոյան։ Տեսեք, կարող էր լավ գրող ստացվել, բայց չհասկացան միմյանց։ Մեր երիտասարդ կիսապաշտպանը Ալբերտ Սարգսյանը գնդակը ուղարկեց հակառակորդին։ Բայց այդ երիտասարդ ֆուտբոլիստը գնդակը երբ անցնում էր Կիևի դինամոյականներին շատ ճիշտ դիրք էր գրավում։ Ուկրաինայի հավաքականի 3-2 անգամ ես էլ սխալվեցի, որտեղ մենք սովորել ենք, երբ Հարարատը մրցում էր Կիևի դինամոյի հետ։ Այո, դժվար է իհարկե մոռանալ միանգամից։ Եվ միտքս շարունակեմ, որ Ալբերտ Սարգսյանը խաղում էր կենտրոնական կիսապաշտպանի գոտում եւ առանձին դեպքերում շատ հնարամիտ փոխանցումներով եւ կարողանում էր ճիշտ եւ արագ կողմնորոշվել բարդ խաղային իրադրությունում եւ մի քանի անգամ կարողացավ ճիշտ շարունակություն ընտրել գրոհի։ Իհարկե ֆիզիկական պատրաստականությամբ չի կարելի ասել, որ նա արդեն պատրաստ է խաղալ Հայաստանի հավաքականում, բայց եւ այնպես օգտակար գործողության գործակիցը նրա բավականին բարձր էր։ Հիմա անկյունային հարված մեր հավաքականի դարպասի մոտ Եթե ասեմ, որ քանի որ դաշտը թաց էր, Բերեզովսկին ոչ միշտ էր գնդակին ընդառաջ դուրս գալիս, երևի դա ճիշտ էր, քանի որ շատ վտանգավոր էր, իսկ տեսեք, մոտ տարածությունից շատ վտանգավոր հարված են նման հարվածները, բայց Բերեզովսկին հանգիստ, կարծես ոչ մի վտանգ չկար եւ հանգիստ կարողացավ վերցնել գնդակը։ Ավելի շատ այս խաղի ընթացքում հուզված էր Յոժեֆ Սաբոն։ Քիչ առաջ Կասովսկին էր հարվածողը, ակրոբատիկ ցածկով նետվեց։ Հարկ է նշել, որ երկու օրվա ընթացքում, երբ մեր ֆուտբոլիստները գտնվում էին Ուկրաինայի մայրաքաղաքում, բոլորի ուշադրության կենտրոնում էին։ Ընդհանրապես պետք է ասել, որ Ուկրաինայի հավաքականի հաջող ելույթները, տեսեք, Կասովսկին գլխի հարվածով ուղարկում է եւ հանգիստ Բերեզովսկին տիրում է գնդակի Սաբոն է ձեր էկրաններին Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչի։ Եվ ահա Ուկրաինայի հավաքականի հաջող մեկնարկը, հաջող ելույթները ֆուտբոլասերները գիտեն, որ Ուկրաինայի հավաքականը գլխավորում է աշխարհի առաջնության եվրոպական 9-րդ խմբի մրցաշարային հավիսակը, կրկին ֆուտբոլային, այսպես ասած, բում է ստեղծել եւ մարդիկ նորից անկախ իրենց սոցիալական վիճակից սկսել են ապրել ֆուտբոլով։ Ամենևին պատահական չէ, որ մեծ թվով ֆուտբոլասերներ են հավաքվում Ուկրաինայի հավաքականի ամեն մի խաղի։ Եվ եթե չլներ եղանակ, իրոք որ շատ հանդիսականներ կհավաքվեին, այնուամենայնիվ ներկայիս չափանիշներով նույնիսկ 50,000 հանդիսականները դա արդեն անչափ մեծ թիվ է։ Ասեմ, որ մեր ֆուտբոլիստները նույնպես ուշադրության կենտրոնում էին եւ անընդհատ լիներ հյուրանոցում թե պարապմունքի ժամանակ տարբեր թերթերից, հեռուստա ընկերություններից հարցազրույցներ էին վարում իրար հետ մրցակցելով, հատկապես ուշադրության կենտրոնում էին լեգիոներներից երկու ֆրանսահայերը Միշել Տեր-Զաքարյանն ու Էրիկ Ասադուրյանը։ Միշել Տեր-Զաքարյանի հետ երբ հարցազրույց էին վարում, նրան երբ հարցրեցին, թե Ալեն Պողոսյանը կխաղա արդյոք Հայաստանի հավաքականում, նա ասաց, որ հեռախոսով երկու անգամ զրուցել է Ալենի հետ։ Ալեն Պողոսյանը ասել է, որ իր համար այսօրվա դրությամբ ամենակարևորը Նապոլիի հանդիպումն է, որ դուրս է եկել Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ եւ նոր դրանից հետո անպայման ինքը հանդես գա Հայաստանի հավաքականի կազմում եւ հույս ունի, որ կմասնակցի Պորտուգալիա-Հայաստան խաղին։ Իսկ եթե Ալեն Պողոսյանն էլ արդեն լինի մեր հավաքականում, ես չեմ կասկածում, որ իրոք Հայաստանի հավաքականը արդեն շատ հզոր թիմ կլինի եւ լուրջ մրցակից կլինի ցանկացած թիմի համար։ Երևի ֆուտբոլասերները գիտեն, որ Ալեն Պողոսյանը իրոք շատ ուժեղ ֆուտբոլիստ է, ատլետիկ լավ տվյալներով, 180 սանտիմետր հասակն է, ագրեսիվ ոչի կիսապաշտպան է ու նաև դիսպեչեր, ֆուտբոլիստ, որի կարիք մեր հավաքականը շատ ունի։ Խաղի կանոնների խախտում է արձանագրում մրցավարը, պետք է ասել, որ հատուկ տեսնում եք Խորեն Հովհաննիսյանին, առաջին անգամ այս խաղի ընթացքում տեսանք Խորեն Հովհաննիսյան անընդհատ դուրս էր գալիս վազքուղի, անընդհատ հուշում, նա սովորաբար նստած է լինում պահեստայինների նստարանին, ավելի հանգիստ, բայց այսօր այդ խաղում
այս խաղում Խորեն Հովհաննիսյանը ավելի շատ հուզված էր, հատկապես դուք կտեսնեք երկրորդ խաղակեսում այդ բանը ավելի լավ էր նկատվում։ Իսկ հաշիվն է 1-0 առայժմ Ուկրաինայի հավաքականի օգտին, բնական է մարզասերները ուրախ են։ Հիմա ուշադրություն դարձրեք, որ արդեն աշճանաբար խաղը տեղափոխվում է Ուկրաինայի հավաքականի կիսադաշտը։ Սա առաջին կեսի այդ վերջին 10 րոպեների ընթացքում էր, երբ արդեն Ուկրաինայի հավաքականի վիճակի չէր նույն թարմությամբ, նույն բարձր տեմպով արագությամբ գործել, զգացում էր, որ արդեն նրանք փոքր-ինչ օգնել էին եւ դրանից օգտվեցին մեր ֆուտբոլիստները։ Հիմա դուք տեսնեք, թե ինչպես մեր ֆուտբոլիստներն արդյունավետ ուժերով ձգտում էին տեղափոխել մրցակցի կիսադաշտը։ Ասեմ, որ ոչ այնքան գրագետ վարեցին հանդիպումը խաղավարները Աթանես Ուզունովի ղեկավարությամբ, գլխավորությամբ։ Դուք երկրորդ խաղակեսում կտեսնեք, թե մի պահ եղավ, երբ նա նրա օգնականներից մեկը չնկատեց խաղից դուրս վիճակը եւ դրանից կարող էին օգտվել Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստները եւ կրկնապատկել հաշիվը։ Այս հարվածը 35-րդ րոպեին էր ավելի ճիշտ։ Կարապետ Միքայելյանի հարվածից հետո գնդակը դուրս անցավ դարպասաձողի կողքով, սա փաստորեն առաջին կեսում կարելի ասել առաջին հարվածն էր, բայց հիմա ուշադրությամբ հետևեք, անմիջապես իրար հետևից մեր ֆուտբոլիստները սպառնալիք են ստեղծում մրցակցի դարպասի մոտ։ Հետևենք այս պահին, այո։ Միքայելյանը եւ անկյունային հարված։ Առաջին խաղակեսում մի քանի պահեր նման եղան, երբ Սլավակ, կներես ես կուզենայի հերթադիտողների ուշադրությունը բերել, կնայեք այս անկյունայինից հետո, 1-2 րոպե հետո կլինի այն պահը, երբ Կարապետ Միքայելյանը մտնում է Տուգանային հրապարակ, նրան հետևից բռնում են եւ մրցավարը չի նշանակում 11 մետրանոց հարված։ Իհարկե մենք խաղի ընթացքում ինչ որտեղ կասկածանք կար, բայց խաղից հետո Կարապետ Միքայելյանին ես հարցրեցի արդյոք խաղի կանոնների խախտում կար, նա ասաց, որ հետևից իրեն բռնել էին եւ մրցավարը պարտավոր էր նշանակել 11 մետրանոց հարված։ Ամենայն դեպս ուշադիր լինեք եւ քիչ հետո այդ պահը կլինի, տեսնենք իրոք սխալ կար թե ոչ։ Գնդակին տիրում է մեր ֆուտբոլիստներ Միշել Տեր-Զաքարյան, երկար փոխանցում առաջ, Միքայել Կարապետյանը մտնում է Տուգանային հրապարակ, տեսեք, դժվարանում եմ ասել, իհարկե շատ արագ կատարվեց։ Ամեն դեպքում նա պաշտպանից արդեն առաջ էր անցել։ Այո, պատրաստվում էր վճռական հարվածի հատեսեք ինքն էր դժգոհ է։ Նույնիսկ Ուկրաինայի հեռուստատեսության օպերատորն է ռեժիսորը այդ պահին կադրում պահեց մրցավարին։ Սովորաբար նման սուր պահերը միջազգային խաղերում մանավանդ մի քանի անգամ ցույց են տալիս, բայց երևի դա գալիս է խորհրդային տարիներից, որ նման դեպքերում հատկապես դաշտի տերերը այնպես վարկետացել էին, որ կասկածելի պահերը երկրորդ անգամ ցույց չեն տալիս։ Ամենայն դեպս ինչևէ այդպիսի հարցերում շատ պրոֆեսիոնալ էր մեր հանգուցյալ Արա Հարությունյանը։ Յոկուտ Արարատի։ Յոկուտ Արարատի։ Ես կուզենայի մի հետաքրքիր բանի մասին պատմել, ուրեմն խաղի օրը առավոտյան ես զանգեցի Երվանդ Սուքիասյանի համարը, հեռախոսը վերցրեց, ասեց Սմոլնին պատասխանում է, ասացի ինչու Սմոլնին, ասաց, որ ամբողջ գիշերը չեն թողել, որ քնի անընդհատ տարբեր հեռախոսազանգեր են եղել եւ կասկածելի հեռախոսազանգերի հատը։ Համլետ Մխիթարյան, փոխանցում։ Տեսնեք, այս վերջին 10 րոպեները արդեն ասում են մեր թիմի առավելությամբ եւ գնդակը արդեն ավելի շատ մրցակցի կիսադաշտում է Միշել Տեր-Զաքարյան հաջող է խաղում 34 տարեկան է Միշել Տեր-Զաքարյանը ինձ թվում է երևի լավ էր որ երկու հանդիպումներ իրար ետևից եղան Հյուսային Իռլանդիայի հավաքականի հետ ամսի 30-ին եւ 7 օր հետո Ուկրաինայի հավաքականի հետ ինչ որտեղ սկզբից դժգոհում էինք թե ինչու իրար ետևից խաղերը մեր ֆուտբոլիստները չեն կարողանա պատրաստել, բայց սա երևի օգուտ էր այն բանի համար, որ ֆուտբոլիստները ժամանելով ապրիլի 25-ին 26-ին ժամանելով շատերը մնացին միջև Կիևի խաղի նախապատրաստվել, այսինքն
առիթ ներկայացավ, որ մեր հավաքականի հիմնական մասը, հիմնական կորիզը առնվազն 10-12 օր համատեղ մարզումներ անցկացնել եւ ինձ թվում է դա օգնեց, որպեսզի որոշ ֆուտբոլիստներ ինչ որ չափով կարողանան վերականգնել իրենց ֆիզիկական վիճակը, որոնցից մեկը հենց Միշել Տեր-Զաքարյանն է։ Ինչու էին լավ խաղում Արարատի ֆուտբոլիստները, երբ մասնակցում էին խորհրդային միության առաջնությանը։ Շաբաթը մեկ խաղ էր, շաբաթական ցիկլ եւ ըստ ծրագրի թիմերը նախապատրաստվում էին օրական 1 կամ 2 մարզում, նույնիսկ 3 մարզում եւ լավ մարզավիճակ ձեռք բերելով անդադ կատարելագործում էին իրենց վարպետությունը, իսկ մրցակցությունն էլ խորհրդային միության առաջնությունում բավականին բարձր էր, դրանով մեր ֆուտբոլիստները աճում էին։ Առաջին կեսը մոտենում է ավարտին, 1-0, մեր ֆուտբոլիստները շարունակում են տիրել նախաձեռնությանը։ Արթուր Պետրոսյան այս հաղում իրեն վատ չդրսևորեց, շատերը գիտեն, որ մինչև այս հանդիպումը Արթուրը ընդհանրապես լավ մարզավիճակում, ֆիզիկապես լավ վիճակում չէր գտնվում, բարեբախտաբար մեր լավագույն ֆուտբոլիստը անցյալ տարվա արդեն լավ մարզավիճակ է ձեռք բերում եւ դա շատ ուրախալի է, դուք երկրորդ կեսում կտեսնեք, թե ինչպիսի վարպետությամբ նա կարողացավ գրավել Ուկրաինայի հավաքականի դարպասը։ Օլեգ Լուժնին է ամենափորձառու խաղացողներից մեկը Ուկրաինայի հավաքականի։ Փոխանցում Զախ Կասովսկի։ Ասեմ, որ Օլեգ Լուժնին բոլորից շատ է հանդես եկել Ուկրաինայի հավաքականի կազմում, սա նրա 18-րդ ելույթն էր, 29 տարեկան է, 182 սանտիմետր հասակ ունի։ Շատ ակտիվ էր գործում առաջին խաղակեսում այս 9 համարը Ուկրաինայի հավաքականի Կիևի Դինամոյի կիսապաշտպան Վիտալի Կասովսկին։ Բավականին արագ տեղաշարժվում էր, անցնում էր միջին գիծը եւ ձախ կողմից շատ վտանգավոր սուր փոխանցումներ էր կատարում Տոգանային հրապարակ։ Ես կասեի, որ խաղադաշտը հեռու էր բավարար լինելուց, երևի դուք էլ զգում եք։ Այո, ես առաջին անգամ տեսա, որ Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական մարզադաշտի այս ծածկը, կանաչ ծածկը այսպիսի վիճակում լիներ։ Միգուցե պատճառը այն է, որ այստեղ գարնանը խաղեր են անցկացրել եղանակ։ Ոչ, ես հետաքրքրվեցի, պատճառն այն է, որ տաքացվում է դաշտը բնական, այդպիսի սարքավորում կա խաղադաշտի, ինչ որ ջերմաստիճանը ճիշտ չեն, ինչ որ կարգավորել եւ այդ պատճառով էլ այսպիսի վիճակ է ստեղծվել, խաղադաշտը փչացել է։ Մեր երիտասարդական հավաքականը հանդես եկավ Կիևի Դինամոյի մարզադաշտում, այնտեղ անհամեմատ խաղադաշտը լավ վիճակում էր։ Ցավոք մեր երիտասարդական հավաքականը շատ վատ հանդես եկավ, չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ մրցակցին, որը համալրված էր տաղանդավոր ֆուտբոլիստներով, որոնք գրեթե առաջին հավաքականի ոչնչով չէին զիջում եւ այդ ֆուտբոլիստները ես իմացա, որ նրանցից յուրաքանչյուրը ազգային հավաքականի տեխնացու է եւ դռները բաց են, ով հաջող է խաղում, նրան անմիջապես ընդգրկում են ազգային հավաքական, օրինակ Զուբովը Դոնեցկի շախտերից երիտասարդական հավաքականի կազմում շատ հաջող խաղաց, անմիջապես նրան հայտավորեցին ազգային հավաքականի կազմում եւ նա երկրորդ կեսում խաղադաշտ մտավ։ Ինչպես ասացի, մեր հավաքականը չկարողացավ դիմադրություն ցույց տալ եւ ցավոք պարտվեց 7-0 հաշվով, որը մի տեսակ մեզ համար սովորական է դարձել, իհարկե ընկերական հանդիպումները այդքան էլ լուրջ չարժ է ընդունել։ Դեպ ես չգիտեմ դու ներկա ես խաղից հետո մամուլի ասուլիսին ուկրաինական լրագրողներից մեկը հետաքրքիր հարց տվեց Խորեն Հովհաննիսյանին, ասաց, թե ձեր ամենահիշարժան խաղը Կիևի Դինամոյի հետ հանդիպումներում եւ հավաքականի հետ կապված հիշարժան խաղը որպես հավաքականի մարզիչ եւ Խորեն Հովհաննիսյանը հիշեցի 79 թիվը, երբ Արարատը այստեղ Երևանում 3-1 հաշվով հաղթեց Կիևի Դինամոյին, ինքը ասաց, որ այդ օրը ջերմություն ուներ 40 աստիճան, նույնիսկ չէր ուզում գնալ խաղին, բայց հետո չկարողացավ զսպել իրեն, գնաց խաղին եւ 2 րոպե առաջ միայն որոշեց խաղադաշտ դուրս գալ, 2 գոլ խփեց եւ մեր թիմը հաղթեց 3-1 հաշվով։ Իսկ հավաքականի հիշարժան խաղը, որքան էլ ամենայն դեպս ինձ համար տարօրինակ էր, նշեց
Թբիլիսի հանդիպումը, որ մեր թիմը զիջել էր 0-7 հաշվով, նա ասաց ճիշտ է ինժերական խաղեր, բայց պատվաբեր չէր, որ այդպես մենք վատ խաղացինք, ճիշտ ասած պատրաստ չէինք, ես այդ մասին ասել էի, հրաժարվել էի, ամենայն դեպս մենք գնացինք ոչ լրիվ կազմով, մեր լեգիոներները չկային, երևի Խորեն Հովհաննիսյանը ճիշտ էր այն տեսակետից, որպեսզի ուկրաինացիները իմանային, որ իրոք այսօր մեր հավաքական, այսինքն իրենք համոզվեցին, որ մեր հավաքականը մեծ ուժ ունի։ Եվ դա է ապացուցում նաև աշխարհի առաջնության ընտրական խաղեր, օրինակ տեսեք, Վրաստանի հավաքականը թվում է թե եթե մեզ 7-0 հաղթել է, ավելի ուժեղ է քան մեր հավաքականը, բայց աշխարհի առաջնությունում դեռևս միավոր չի վաստակել։ Իսկ մեր հավաքականը 6 խաղ է անցկացրել, 6 խաղից 5-ն ավարտվել է ոչ ոքի։ Բաց ցուցանիշ չէ։ Հիմա շատ կարևոր է ցուցադրել կայուն խաղ, ցուցադրել արդյունավետ խաղ նաև։ Իսկ դրա համար առաջին հերթին հարկավոր է ֆիզիկական ու հոգեբանական հիանալի պատրաստականություն։ Առաջին կեսը ավարտվում է, 1-0 առջևում է Ուկրաինայի հավաքականը։ Կարծում եմ առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստները ֆիզիկական առումով չզիջեցին։ Ուղղակի ուկրաինացիները ավելի արագ էին եւ պաշտպանությունից հարձակման անցնելու ժամանակ եւ ընդհանրապես նրանց մոտ ֆիզիկական պատրաստականությունը միշտ էլ բարձր է եղել։ Մեծ ճիքերի գնով մեր ֆուտբոլիստները ներդնեցին այն ամենը, ինչին ընդունակ են առաջին խաղակեսում։ Չնայած գնդակ ընդունեցին սեփական դարպասը, բայց եւ այնպես պետք է արժանին մատուցել մեր ֆուտբոլիստներին, որոնք առաջին խաղակեսը անցկացրին միգուցե ոչ գերազանց, բայց եւ այնպես լավ պատրաստականություն ցուցաբերեցին։ Գնդակը Վաշուկի մոտ է, կենտրոնական պաշտպանը, նորից փոխանցում ձախ թև, այստեղ առաջին կեսում պետք է ասել դրության տերը Կասովսկին է, բայց խափանում են մեր ֆուտբոլիստները։ Սուքյասյան կորցնում է գնդակը Ալբերտ Սարգսյանը, հապաղում էր առանձին դեպքերում, բնական է հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության երկրորդ խմբում եւ հայտնվել է ազգային հավաքականում։ Խաղին, ինչպես ասվեց, ներկա էին Ուկրաինայի ղեկավարները Լեոնիդ Կուչմայի նախագահի գլխավորությամբ, կողքին ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահը նույնպես ներկա էր, այս խաղի ներկա էր նաեւ Ուկրաինայում մեր հանրապետության դեսպան Պարոն Սիլվանյանը, իդեպ ասեմ, մեզ նա շատ հարցերով օգնեց, թե ռադիոռեպորտաժը կազմակերպելու, թե այս խաղի տեսագրությունը ապահովելու համար մեզ հետ Երևանից մեկնեցքի եւ հետո այնտեղից էլ մեզ ճանապարհեց։ Եվ այսպես առաջին խաղակեսը ավարտված է 1-0 հօգուտ Ուկրաինայի հավաքականի, ընդմիջում, որից հետո էլ մենք կշարունակենք մեր հաղորդումը։ Շարունակում ենք մեր հաղորդումը, հիմա սկսվում է Ուկրաինա-Հայաստան հանդիպման երկրորդ խաղակեսը։ Աջ կիսադաշտը զբաղեցրել են արդեն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, նրանք խաղում են սպիտակ մարզահագուստով եւ հիմա տեսնենք թե ինչպես կզարգանան իրադարձությունները երկրորդ 45 րոպեների ընթացքում։ Ինձ թվում է երկրորդ կեսը ավելի հետաքրքիր է եղել եւ մենք ուշադրությամբ նայենք, ընդ որում հենց երկրորդ կեսի սկզբում, երկրորդ րոպեին ուկրաինացի ֆուտբոլիստները կարող էին հաշիվը կրկնապատկել, քիչ հետո դուք կտեսնեք Շևչենկոն մենակ է դուրս գալիս Բերեզովսկու դեմ։ Մեր ռեժիսոր Մելիք Մայլյանի խնդրանքով երկրորդ կեսը փորձենք ավելի ակտիվ վարել, որպեսզի որոշ ֆուտբոլաստերներ տեսեք նախ այդ պահը։ Շրջանցում է Միշել Տեր-Զաքարյանին, մենակ է հայտնվում եւ Բերեզովսկի։ Վերջին պահին այո փայլում է խաղում Բերեզովսկին։ Շարունակի միտքս մի քիչ ակտիվ վարենք ռեպորտաժը, Սլավա, որպեսզի հնարավոր է առանձին մարդիկ լինեն, որ էկրանների մոտ չքնեն, չնայած չեմ կարծում, որ սա այն հանդիպումն է, որ մեկը քնի։ Տեսեք ինչ լավ գրոհ է եւ Շևչենկոն նորից կարողացավ արագության վրա առաջ անցնել։ Եվ ինչքան վստահ ու հանգիստ ու համարձակ է խաղում դարպասապահ Բերեզովսկին։ Անկյունային Սուքյասյանն է նորից գնդակը դուրս հանում։ Դարձյալ անկյունային հարված։ Երկրորդ կեսն էլ իր սցենարով շատ նման էր առաջինին, իհարկե այն տարբերությամբ, որ դաշտի տերերը այդքան երկար ժամանակ չկարողացան տիրել նախաձեռնությանը։ Կրկին սկզբնամասում փորձեցին դարձյալ արագության շնորհիվ ինչ-որ զարգացնել հաջողությունը, Բերեզովսկին տեսնում եք վստահ է խաղում,
Եվ հետագայում արդեն մեր ֆուտբոլիստները ավելի վստահ սկսեցին գործել։ Ուրախալի է իհարկե, որ հայկական ֆուտբոլի դպրոցի ներկայացուցիչը Բերեզովսկին կարողանում է շատ հաջող խաղալ Լենինգրադի Զենիթի կազմում եւ Հայաստանի հավաքականի կազմում եւ դարձել է լավագույն դարպասապահներից մեկը Ռուսաստանում արդեն նրա վրա լուրջ ուշադրություն են դարձնում ֆուտբոլի մասնագետները, կարծում եմ շուտով նա կգրավի նաեւ Եվրոպայի լավագույն թիմերի մարզիչների ուշադրությունը։ Տեսեք ինչ վտանգավոր պահ է։ Հարվածողը Սերգեյ Ռեբրովն էր, երևի դուք ուշադրություն դարձրեցիք, քիչ առաջ մի քանի կադրերում իրար հետ անողոք անզիջում պայքար էին մղում Երվանդ Սուքիասյանը եւ Սերգեյ Ռեբրովը։ Ես արդեն առաջին կեսում ասացի, որ Երվանդ Սուքիասյանը առաջադրանք էր ստացել, ահա տեսեք թե ինչպես է հետապնդում եւ ինչպիսի պայքար է գնում Սերգեյ Ռեբրով եւ Երվանդ Սուքիասյան, Հայաստանի հավաքականի հավաքը ումշամարտի հնարքով գետին է տապալում, բայց պայքարը այդպես անզիջում էր, նույնը անում էին նաև ուկրաինացի ֆուտբոլիստները, Սարգիս Հովսեփյանն է, մի խոսքով տեսեք ինչպիսի անզիջում պայքար է եւ ուկրաինացի ֆուտբոլիստները երկրորդ կեսի սկզբնամասում նույնպես ձգտում են շատ արագ գործել, նորից Սերգեյ Ռեբրով եւ նրա կողքին, եթե Երվանդ Սուքիասյանը ինչ որտեղ ասենք արդեն Երվանդ Սուքիասյանի շրջանցում է, Սարգիս Հովսեփյանը պատրաստ է օգնության հասնել եւ Երվանդ Սուքիասյանին եւ Հարություն Վարդանյանին, որոնց արժեվ խնդիր էր դրված մեկուսացնել, չեզոքացնել Ուկրաինայի հավաքականի երկու արագաշարժ հարձակվողների։ Ինչ ինձ դուր եկավ հատկապես, որ մեր ֆուտբոլիստները կոշտ պայքարում չզիջեցին ուկրաինացի ֆուտբոլիստներին։ Հիմա տեսեք, գրոհում են մեր ֆուտբոլիստների վրա արդեն իրենց կիսադաշտում, բայց Արթուր Պետրոսյանը կարողանում է ազատվել երկու խաղացողի հսկողությունից, կենտրոնով շարժվում է առաջ, փոխանցում ձախ Մխիթարյան, շատ է պահում Մխիթարյանը գնդակը իր մոտ եւ վերջապես կարողանում է ճիշտ որոշում կայացնել, փոխանցում Ազատ Գոտի, Օջոյան, Մխիթարյան գնդակը Մխիթարյանին չի հասնում եւ դաշտի տերերը սկսում են իրենց գրոհը, փորձում են ամեն կերպ պահպանել արագ տեմպը խաղի ընթացքում դաշտի տերերը եւ դրանով իսկ խոճապի մատնել մրցակցին։ Եթե Շևչենկոն դարձավ գոլի հեղինակ, երկրորդ կեսում էլ դուք տեսաք, որ մենակ մնաց փաստորեն Բերեզովսկու դեմ կարող էր երկրորդ անգամ գրավել դարպասը, ապա Սերգեյ Ռեբրովը այդպես էլ ոչինչ անել չէր կարող, չնայած ամեն անգամ նա էլ երբ տիրում էր գնդակին, կարելի էր վտանգ սպասել, նորից Յոժեֆ Սաբոն է, նրա կողքին Լեոնիդ Բուրյակն է նստած։ Այնուամենայնիվ Սերգեյ Ռեբրովը վերեմե, Սերգեյ Ռեբրովը ոչինչ չկարողացավ անել եւ խաղի ընթացքում ստիպված նրան փոխարինեցին։ Այո, այս խաղի արդյունքը հատկապես կարևոր է ուկրաինացիների համար։ Բանն այն է, որ Ուկրաինայի հավաքականը 9-րդ խմբում գլխավորում է մրցաշարային հաղուսակը եւ լավ նախադրյալներ ունի դուրս գալու եզրափակիչ։ Երկրորդ տեղում գերմանացիներն են, նրանք մեկ խաղ պակաս են անցկացրել, ունեն 11 միավոր, երկրորդ տեղում են, այդ իսկ պատճառով ուկրաինացի ֆուտբոլիստների համար այս խաղի արդյունքը անչափ կարևոր է։ Եվ նրանք հենց խաղասկզբից դիմեցին վճռական գործողությունների, վտանգավոր պահի նորից հարվածային դիրքում է Շևչենկոն, հարված եւ խոճապի չի մատնվում դարպասապահ Բերեզովսկին։ Ուշադրություն դարձրեցիք, ստվերի պես նրան հետապնդում էր Հարություն Վարդանյանը։ Այո, Հարություն Վարդանյանը իրոք ամբողջ խաղի ընթացքում քայլ առ քայլ նրան հետապնդում էր եւ նրա գլխավոր խնդիրն էր չթողնել ահեղ մրցակցին վտանգավոր հարվածներ կատարելու, տեղաշարժվելու։ Ընդհանրապես Շևչենկոն լավ տպավորություն է թողնում, նույնպես Ուկրաինայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, եթե ոչ լավագույնը, ունի հիանալի տվյալներ, արագաշարժ է, բարձրահասակ, ճկուն, շարժունակ, մի խոսքով շատ դժվար է վնասազերծել այդ ֆուտբոլիստին, չնայած ամբողջ խաղի ընթացքում Հարություն Վարդանյանը հետապնդում էր եւ վատ չխաղաց Հարություն Վարդանյանը այդ խաղում։ Այնուամենայնիվ առաջին խաղակեսում 6-րդ րոպեին Շևչենկոն կարողացավ ընդառաջ դուրս գալ, առաջինը հասնել գնդակին եւ մոտ տարածությունից գրավել դարպասը։ Դուք տեսաք, թե ինչպես Ուկրաինայի հավաքականն արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծեց, այս խաղում մի քանի անգամ նրանք դիմեցին այդ տակտիկական հնարքին եւ պետք է ասել շատ վստահ դա արեցին, քանի որ
հատկապես աշխարհի առաջնություններում, Եվրոպայի առաջնություններում նման քայլը միշտ էլ վտանգավոր է, մեկ սխալը կարող է ճակատագրական լինել, բայց իրենք ուկրաինացի ֆուտբոլիստները շատ վստահ էին կիրարկում այդ հնարքը։ Օլեգ Լուժնի ուշադրություն դարձրեք, որ մեր ֆուտբոլիստները անողոք պայքար է մղում գնդակի համար ոչ միայն իրենց կիսադաշտում, այլև նույնիսկ հարձակման գծում, տեսեք, նահանջել էր Համլետ Մխիթարյանը, Արթուր Պետրոսյան, Խոջոյան, թվում է, թե երկրորդ կեսում խաղի տեմպը ավելի բարձր է, Շևչենկոն ստիպված է նահանջել։ նորից փոխանցում ձախ Կասովսկի, շատ ակտիվ էր Կասովսկին ձախ թևում։ Արթուր Պետրոսյան, Երվանդ Սուքիասյանը գնդակ ուղարկում է Միշել Տեր-Զաքարյանին։ Խաղից հետո Միշելը ավտոբուսում երգում էր, սկզբից ֆրանսերեն էր երգում, հետո սկսեց հայերեն բառեր հորինել, շատ հետաքրքիր էր։ Դեպ ասեմ, որ քանի որ չարտերային ուղերձ էր, անմիջապես տեսեք ինչ վտանգավոր գրոհ է եւ նորից Բերեզովսկին դուրս է գալիս իր տեղից, Միշել Տեր-Զաքարյանն էլ գնդակը դուրս է հանում անկյունային։ Եվ ահա խաղից հետո անմիջապես պետք է մեկնեինք օդանավակայան, սակայն դա պետք է լիներ մամուլի ասուլիսից հետո։ Խորեն Հովանիսյանը ամենավերջինը եկավ, պարզվեց, որ ճանապարհին նրան շրջապատել էին ոչ միայն ֆուտբոլասերներ, տեսնում եք ինչ վտանգավոր գրոհ էր, այլև ոչ միայն ֆուտբոլասերները, այլև լրագրողները եւ բոլորը ինքնագրեր էին խնդրում Խորեն Հովանիսյանից, իսկ ավտոբուսը ճանապարհին երկար ժամանակ ուղեկցում էին ուկրաինացի ֆուտբոլասերները ծափահարություններով։ Ընդհանրապես, եթե եւ առաջին կեսում եւ երկրորդ կեսի հիմնական մասում ուկրաինացի ֆուտբոլասերները ջերմերանտ կերպով ողջևորում էին իրենց հավաքականի ֆուտբոլիստներին, հետո արդեն վերջին րոպեներին անցավ մեր հավաքականի կողմը, խաղից հետո առավել եւս ողջունում էին մեր ֆուտբոլիստներին, լրագրողներին, շնորհավորում, որ մեր հավաքական այդպիսի խաղը կարողացավ ցույց տալ խմբի առաջատարի հետ հանդիպման ժամանակ։ Իդեպ դա առաջին դեպքն է։ Մենք բազմաթիվ անգամ ռեպորտաժներ ենք վարել Ուկրաինայից, ներկա ենք եղել Արարատի հանդիպմանը Կիևի Դինամոյի հետ։ Միշտ շատ լարված էին մեր նկատմամբ նաև ֆուտբոլասերները, բայց այս անգամ ծափահարություններով ողջունում էին մեր ֆուտբոլիստներին, ճանապարհեցին այդպես էլ մարզադաշտից մինչև քաղաքից դուրս։ Ուրախալի է իհարկե, որ այդպես ընդունեցին ուկրաինացի ֆուտբոլասերները։ Հա 8 համարը մեր երիտասարդ ֆուտբոլիստն է Ալբերտ Սարգսյանը, իսկ հա Միշել Տեր-Զաքարյանը ընկել է եւ տեսեք շտապ օգնությունը անմիջապես հայտնվում է խաղադաշտում։ Սա հետաքրքիր պահ է։ Այո, շատ հետաքրքիր պահ է, որ Միշելը չէր ուզում թողնել խաղադաշտը։ Ես կասեի նույնիսկ էտյուդային պահ է, մրցավարը նման դեպքերում սովորաբար թույլ չի տալիս, որ բժիշկները մանավանդ եթե երկար հետևում այդ process-ը, որպեսզի հանեն դաշտից նոր օգնություն ցույց տան։ Տեսեք, Միշելը այդ պահին էլ ցուցումներ է տալիս խաղընկերներին եւ հետո ամիջապես նորից վերադառնում է խաղադաշտ։ Տեսեք, լուրջ ոչինչ չի եղել եւ վերադառնում է խաղադաշտ։ Բերեզովսկին, տեսեք, ցուցումներ է տալիս պաշտպաններին, ուղղում է պատը, վտանգավոր պահ է մեր հավաքականի դարպասի մոտ։ Տեսեք, 2, 4, 6 հոգով պատ են կազմել մեր ֆուտբոլիստները, հարված դարպասին, գնդակը դիպավ դարպասի ձողին եւ դուրս անցավ դաշտի սահմաններից, շատ վտանգավոր հարված էր։ Հարվածողը Դմիտրի Միխայլենկոն էր։ Եթե չեմ սխալվում, հարվածողը 6 համարն էր։ Այո, Դմիտրի Միխայլենկոն։ Ոչ 6 համարը, այո, Դմիտրի Միխայլենկոն, փորձառու խաղացողներից մեկը Ուկրաինայի հավաքականի։ Ուղիներ են փնտրում, անընդհատ ուղիներ են փնտրում ուկրաինացի ֆուտբոլիստները հաշիվը կրկնապատկելու։ Շևչենկո, նրան հետապնդում է Հարություն Վարդանյանը եւ խաղի կանոնների խախտում է արձանագրում մրցավարը Վարդանյանի կողմից։
Շատ հետաքրքիր մենամարտ է Շևչենկոյի եւ Հարություն Վարդանյանի միջեւ։ Նույնը նաեւ Երևան Ցուկիասյան Ռեբրով մենամարտը։ Օլեգ Լուժնին է ձեր էկրաններին։ Բարձրից փոխանցում Տուգանային հրապարակ։ Միշել Տեր-Զաքարյան, Խոջոյան։ Փորձում է Խոջոյանը գնդակը ինչ վտանգավոր պահ է, բայց ճիշտ ժամանակին է ամեն ինչ կատարում դարպասապահ Բերեզովսկին։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նախ ասեմ, որ մամուլի ասուլիսին սովորաբար պարտավոր են ներկայանալ թիմերի գլխավոր մարզիչները, Խորին Հովհաննիսյանը ներկայացավ, իհարկե ասուլիսին, բայց Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոժեֆ Սաբոն հրաժարվեց, նա ընդհանրապես երկար ժամանակ այդպես էլ հանդերձարանից դուրս չեկավ, քանի որ ֆուտբոլասերները շատ դժգոհ էին։ Փոխարենը մամուլի ասուլիսին ներկայացավ Լեոնիդ Բուրյակը եւ նա մի քանի անգամ ընդգծեց, որ սա ողբերգություն է մեզ համար։ Եվ իրոք ողբերգություն էր մարզական առումով, քանի որ այս երկու միավորի կորուստը շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Ես ասացի, որ ընդհանրապես Ուկրաինայում նորից ֆուտբոլային ոգևորություն է, քանի որ Ուկրաինայի հավաքականը լրջորեն հավակնում է աշխարհի առաջնության ուղեգրերից մեկին, եթե հանկարծ այդ բանը նրան չհաջողվի, ապա դեռ նրանք շատ երկար կհիշեն այս հանդիպումը։ Ես չեմ կասկածում, որ մի 50 տարի հաստատ կհիշեն այս հանդիպումը, քանի որ երկու միավորը իրոք կարող է ճակատագրական լինել։ Ընդ որում այն էլ ասեմ, որ ճիշտ է Ուկրաինայի հավաքականը դեռ գործնականում հնարավոր եւ տեսականորեն եւ գործնականում հնարավորություններ ունի պայքարելու առաջին տեղի համար, որը ուղղակի հնարավորություն կտա տիրելու ուղեգրին, քանի որ երկրորդ տեղը դեռևս վերջնական այդ իրավունքը չի տալիս։ Դրա համար շատ կարևոր է ուղիղ մեկ ամիս հետո հունիսի 7-ին Կիևում կայանալիք Ուկրաինա-Գերմանիա հանդիպումը։ Երևի ֆուտբոլասերները գիտեն, որ այս հանդիպումից առաջ ուկրաինացի ֆուտբոլիստները արտագնահ ուժերը չափել են Եվրոպայի չեմպիոնի հետ եւ զիջել են 0-2 հաշվով, ընդ որում առաջին կեսն ավարտվել է ոչ ոքի 0-0։ Հայաստանի հավաքականի կազմում տեղի է ունենում փոփոխություն։ Գառնիկ Ավալյանն է ձեր էկրաններին, նա պատրաստվում է մտնել խաղադաշտ, ասպարեզը պետք է թողնի Համլետ Մխիթարյանը։ Դեպ ասեմ, որ ճիշտ ժամանակին էր այս փոփոխությունը։ Պետք է արժանին մատուցել մեր թիմի մարզիչներին, գլխավոր մարզիչ Հովհաննիսյանին, ճիշտ ժամանակին նկատեց, որ հարկավոր է փոփոխություն մտցնել, թարմ ուժի կարիք կար եւ պետք է ասել, որ բավականին հաջող խաղի մեջ մտավ Ավալյանը։ Ընդհանրապես ես կուզենայի նշել, որ մեր թիմը ընդհանրապես շատ ճիշտ տակտիկա էր ընտրել, հակագրողների տակտիկան, երկու ագրեսիվ հարձակվողներին անհատապես հսկողության տակ առնելը եւ այս փոփոխությունները կարեւոր են ինչ իմաստով ճիշտ նկատեցի, քանի որ խաղադաշտը ծանր է, թաց է եւ ուկրաինացի ֆուտբոլիստներն էլ ձգտում են առավելության հասնել իրենց պատրաստականության շնորհիվ, ուրեմն նրան հենց այդ առավելությունից պետք է զրկել, ավելի թարմ ուժեր մտցնել խաղադաշտ։ Եվ այդ փոփոխությունները իհարկե կատարվում են եւ դաշտ մտած ֆուտբոլիստներն էլ խաղի պատկերը չեն փոխում։ Ես նորից եմ ուզում ասել, որ շատ զարմացնում է խաղադաշտի վիճակը։ Միշտ էլ Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական այս մարզադաշտը հիանալի ծածկ է ունեցել եւ ֆուտբոլիստները խաղացել են հաճույքով։ Երբ խաղից առաջ մարզման մեկնեցին, մեկ օր առաջ գլխավոր հավաքականի ֆուտբոլիստները, հիշում եք, առաջին խաղակեսը նրանք դիտեցին երիտասարդական հավաքականի, իսկ երբ երեկոյան մենք հանդիպեցինք, նրանք ասացին, որ իրոք զարմացած էին, որ կենտրոնական մարզադաշտի կանաչ ծածկը այսպիսի վատ վիճակում է։ Ինչ խոսք դա ինչ որտեղ խանգարում է նաև ֆուտբոլիստներին ցուցադրելու իրենց վարպետությունը, հատկապես գնդակը կասեցնելու, վարելու ժամանակ։ Ինչևէ, պայմանները երկու թիմի համար էլ նույնն է եւ խաղադաշտում թեժ պայքարը շարունակվում է։ Ահա Ավալյանը ընդունում է գնդակը։ Փորձեց փոխանցում կատարել, ձախ չստացվեց, այնուամենայնիվ գնդակը մնում է մեր ֆուտբոլիստների մոտ։ Պետրոսյան փորձեց գնդակը ուղարկել Խոջոյանին, շատ վտանգավոր դիրքում են սխալվում մեր ֆուտբոլիստները եւ տեսեք պատասխան գրող։ Ինք ֆուտբոլիստներով են գրոհում ուկրաինացի ֆուտբոլիստները, ուկրաինացի խաղացողները շատ վտանգավոր գրոհ եւ
Բերեզովսկին տիրում է գնդական ուշադրություն դարձրեք այստեղ ինչպիսի իրավիճակ է Այո, ստեղծում։ դարպասապահի վրա Դարպասապա ընկած էր եւ Ուկրաինայի հավաքականի խաղացողը ոտքով հարվածեց նրա գլխին, կարող էր շատ լուրջ վնասված ստանալ։ Դա 11 համարի համազգեստով խաղացող Սերգեյ Ռեբրովն է։ Ինչ է բացատրում Յոժեֆ Սաբոն, երևի գտնում է, որ այնտեղ խաղի կանոնների խախտում տեղի չի ունեցել, բայց անկասկած կար, լավ էր կրքերը ժամանակին հանդարտվում են, եւ տեսեք մրցավարը հրավիրում է իր մոտ դարպասապահին եւ Շևչենկոին։ Այո, հիմա իրար հետ հաշտվում են, մենք մոռացանք ասել, որ առաջին կեսում զգուշացում ստացավ Սարգիս Հոսեփյանը, Սերգեյ Ռեբրովի հետ խաղային իրադրությունում ընթարվեցին եւ դեղին քարտուզ տվեց Սարգիս Հոսեփյանին։ Մտահոգ է Հովանեսյանը, իսկ մենք տեսնենք կրկնապատկերը։ Դժվար է գտնել այստեղ մեղավորին, լավ է, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։ Միշել Տեր-Զաքարյանը առաջատարին հատուկ իր բնավորությամբ անմիջապես պաշտպան է կանգնում։ Նա երկար տարիներ Մոնպելիեի ավագն է եղել, նրա իսկական առաջատարը եւ ուրախալի է, որ այս խաղում ինքը վստահ խաղաց, քանի որ դժվար է արագաշարժ մրցակցի հետ հաջող խաղալը։ Իմաստորեն հետևենք, սա այն պահն է, երբ մեր ֆուտբոլիստները հավասարեցրին խաղը եւ շատ հաճախակի արդեն հայտնվում էին մրցակցի կիսադաշտում եւ անմիջականորեն սպառնում դարպասին։ Երվանդ Սուքիասյանն է պատրաստվում նետել։ Նախաձեռնությունը աստիճանաբար անցնում է մեր ֆուտբոլիստների կողմը։ Դա պարզ էր, այդպես էլ պետք է լիներ, քանի որ ինչպես ասացի, երկրորդ կեսն է շատ բանով նման էր առաջին կեսի սցենարին, քանի որ Ուկրաինայի հավաքականի գլխավոր զենքի մասին մենք շատ խոսեցինք, արագություն, ֆունկցիոնալ պատրաստականություն, այդպիսի բարձր տեմպով հնարավոր չէ ամբողջ խաղի ընթացքում գործել եւ հասկանալի է, որ մեր ֆուտբոլիստները կարողացան աշճանաբար տիրել նախաձեռնությանը եւ իհարկե ուրախալի էր, որ այդ տեսակետից, որը մեր հավաքականի, մեր ֆուտբոլիստների գլխավոր բացն է, ուժային պայքարում, ֆիզիկական պատրաստականությամբ, ֆունկցիոնալ պատրաստականությամբ չզիջեցին մրցակցին եւ վերջում առավել եւս տիրեցին նախաձեռնությանը։ Տեսեք, արդեն այն սրությունը չկա դաշտի տերերի գրողների, գործում են ավելի հանգիստ, ճիշտ է, հաշիվը առայժմ նրանց օգտին է, բայց առանձին դեպքերում նորից փորձում են դիմել վճռական գործողությունների։ Ինչա դուր եկավ նաև կիսապաշտպան Կասովսկին 9 համարը ձախտելում անընդհատ մանյովրում էր, գնդակով արագ շարժվում առաջ, վտանգավոր փոխանցումներ կատարում։ Ահա Կասովսկին է գնդակով ձախտելում։ Ուկրաինայի հավաքականի ավագ Կալիթվինցևը ոչ մի բանով չկարողացավ աչքի ընկնել եւ պատահական չէ, որ նրան փոխարինեցին, քիչ հետո իհարկե դուք կտեսնեք այդ բանը։ Տեսնում եք, մեկ հետո փոխանցումներով վտանգավոր գրոհ են ձեռնարկում, հարվածը շատ վտանգավոր էր եւ փոքր շեղությամբ։ Ահա փոփոխություն արդեն Ուկրաինայի հավաքականի կազմում, խաղադաշտը թողնում է Նագորնյակը եւ նրա փոխարեն դաշտ է մտնում ֆուտբոլիստ 13 համարի մարզահարթուկով, դա Գենադի Օրբան էր Դոնեցկի Շախտյորից։ 7 համարը նույնպես մեծ ծավալի աշխատանք կատարեց խաղադաշտում։ Անկյունային հարված թիմի ավագ Կալիթվինցևն է պատրաստվում իրացնել։ Հարված դարպասից։ Ոչ, գնդակը դուրս չի եկել դաշտի սահմաններից։ Նորից հետևում է բարձրից փոխանցում, վտանգավոր պահ է հարված դարպասից նորից շատ վստահ ու հանգիստ է գործում դարպասում առանց խուճապի մատնվելու Բերեզովսկին։ Ուկրաինացի ֆուտբոլիստներն են Լուժնի երկար փոխանցում կենտրոնական հարձակվողի գոտի։ Բնորոշ է ուկրաինական ֆուտբոլին կարճ փոխանցումներ միջին գծում եւ հետո երկար հեռահար փոխանցում հույսը դնելով հարձակվողի արագության վրա։ Ահա տեսեք կրկնապատկերը։
Շատ հետաքրքիր պահ էր, երևի նկատեցիք, որ սկզբում Ուկրաինայի հավաքականի խաղացողներից մեկը հենց առաջին փոխանցումից հետո պատրաստվում էր գլխով հարվածել, Հարություն Վարդանյանը հաղթող դուրս եկավ։ Արդեն հաճախակ են սխալվում ուկրաինացի ֆուտբոլիստները, առաջին խաղակեսում գործում էին ավելի հստակ։ Միշել Տեր-Զաքարյան, կարելի է ասել թիմի ոգին է այսօր։ Չնայած ծանր է, արագությունը այն չէ, ինչ ասենք նրա երիտասարդ տարիներին։ Հիմա փոփոխություն, նոր փոփոխություն մեր հավաքականի կազմում, խաղադաշտ է մտնում Արսեն Ավետիսյանը, նա փոխարինում է Կարապետ Միքայելյանին։ Միանգամայն ճիշտ որոշում են կայացնում մարզիչները, պետք է թարմ ուժեր ներգրավել հանդիպմանը, մանավանդ, որ մեր ֆուտբոլիստները հիմնականում պաշտպանվում են, իսկ հա առջևի գծում պետք են թարմ ուժ ունեցող ֆուտբոլիստներ, որոնք կարողանան առավելության հասնել պաշտպանների նկատմամբ։ Առայժմ ստվերում է Էրիկ Ասադուրյանը, սակայն նա գոլի պատասխան գոլի համահեղինակն է, մենք կտեսնենք իհարկե այդ պահը, երբ նա աջ թևից ճեղքելով պաշտպանությունը լայնակի փոխանցումով ուղարկում է Թուգանային հրապարակ։ Էրիկ Ասադուրյանն է ձեր էկրաններին։ 30-ամյա փորձառու ֆուտբոլիստը, որը հանդես է գալիս Ֆրանսիայի Գենգան թիմում, Գենգանը ելույթ է ունենում Ֆրանսիայի ուժեղագույնների մրցաշարում։ Շախկովսկին տիրում է գնդակին, 191 սանտիմետր հասակ ունի, Բերեզովսկի հասակը 190 սանտիմետր է, երկուսն էլ շատ բարձր հասակ են, այնպես որ օդային փոխանցումների երկրորդ հարկում պայքարի ժամանակ հեշտ չէ այդ դարպասապահների հետ։ Նորից կանոնների խախտում է արձանագրում մրցավարը։ Ընկել է թիմի ավագը Կալիտրինցևը։ Լուժնին անընդհատ մասնակցում է գրողների, փորձում են զարգացնել հաջողությունը դաշտի տերերը։ Բերեզովսկին հանգիստ է, խաղարկում են Տուգանայինը, փոխանցում ձախ։ Նորից Կասովսկի, բայց գնդակը արդեն դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Այս պահն էլ ցույց տվեց, որ ֆուտբոլիստները ամեն պարագայում ձգտում են գործել անձնազոհ կերպով։ Խաղի կարևորությունը շատ մեծ է։ Շատ մեծ է հատկապես Ուկրաինայի հավաքականի համար։ Սուրեն, չգիտեմ նկատում ես, մեր պաշտպանների գործողություններում ամեն դեպքում լարվածություն նկատվում է, բայց ինչքան հանգիստ է գործում երիտասարդ դարպասապահ Բերեզովսկին։ Անկասկած, հենց վստահությունը պետք է գա դարպասապահից։ Վստահ է գործում նաև Միշել Տեր-Զաքարյանը։ Եվ ընդհանրապես Սարգիս Հովսեփյանը չխաղաց, Երվանդի եւ Հարությունի մասին շատ խոսեցինք, ահա Սարգիս Հովսեփյանը, ինչպես միշտ մեր պաշտպանները իրենց բարձրության վրա են։ Իհարկե, առանձին դեպքերում մրցակից արագության շնորհիվ կարողանում է սպառնալից պայեր ստեղծել։ Ահա տեսենք, հետևենք այս գրոհին։ Էրիկ Ասադուրյան, տեսեք լայնակի փոխանցում։ Պաշտպանը գլխի հարվածով գնդակը ուղարկում է դաշտի սահմաններից դուրս։ Միշտ էլ ֆուտբոլում վտանգավոր են եզրային գրողները։ Սկսում է ակտիվանալ Էրիկ Ասադուրյանը։ Գառնիկ Ավալյան։ Այնտեղ մրցավարը արդեն ընդհատել է խաղը։ Ավալյանը նույնպես վետերան է ֆուտբոլում, բայց նրա օգնության կարիքն էլ անկասկած զգացվում է մեր հավաքականում։ Ապրիլի 30-ին Երևանում տեղի ունեցած Հայաստան-Հյուսային-Իռլանդիա հանդիպումից հետո մեր հավաքականի լեգիոներներից մի քանիսը մեկնեցին այն երկրները, որտեղ հանդես են գալիս մասնակցելու իրենց թիմերի հերթական հանդիպումներին եւ թիմերի մեծամասնությունը պարտություն կրեցին, որքան էլ տարօրինակ է։ Օրինակ Գառնիկ Ավալյանի թիմը
Սամարայի Կրիլիա Սովետովը սեփական հարկի տակ զիջեց Մոսկվայի Տորպեդո Լուժնիկի թիմին 0-1 հաշվով։ Տեսնենք այս գրոհը ինչպես կզարգանա։ Առանձին դեպքերում մեր ֆուտբոլիստները շատ արագ գրոհ են նախապատրաստում։ Ցավոք, այնուհետև չեն կարողանում ճիշտ շարունակություն ընտրել եւ գրոհը ավարտվում է մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում։ Պարտություն է կրել նաև Կավալլան Երվան Սուքիասյանի թիմը, որը սեփական հարկի տակ ընդունել էր Պանաթինայկոսին։ Դա շատ կարևոր հանդիպում էր մարզական առումով, ինքը Երվանն ասաց, եթե մենք այդ խաղը շահենք, ռեալ հնարավորություններ էինք ստանում գրավելու 4-րդ տեղը, որը իրավունք կտար հանդես գալու UEFA-ի գավաթի հերթական խաղարկությունում։ Բայց սեփական հարկի տակ թիմը անսպասելիորեն պարտվել է 0-4 հաշվով, որը հիմնականում հաջող է հանդես գալիս Հունաստանի այս առաջնությունում։ Սարգիս Օսեփյան, ընդ որում Երվան Սուքիասյանի վկայությամբ մրցավարը լավ չի վարել խաղը եւ արդեն երկրորդ րոպեին նշանակել է 11 մետրանոց հարված։ Նույնպիսի անհաջողության է մատնվել նաեւ մեր երկրորդ դարպասապայի Արմեն Պետրոսյանի թիմը, Սպահան թիմը, որը հավակնում է երկրորդ տեղին, սեփական հարկի տակ նույնպես 4-0 հաշվով զիջել է մրցակցին, որը պայքարում էր երկրորդ տեղի համար եւ փաստորեն արդեն զրկվել է երկրորդ տեղ գրավելու հնարավորությունից։ Սա նույնպես լավ գրոհ էր։ Էրիկ Ասադուրյանը լավ դիրքում էր։ Ոչ հարված կատարեց, ոչ էլ լավ փոխանցում, ուղղակի կարելի էր այնտեղից անմիջականորեն սպառնալ դարպասին կամ լավ սուր փոխանցում կատարել ձախտևը, այնտեղ խաղընկերներից լավ դիրքում հայտնվել էին Արսեն Ավետիսյանը եւ նրա խաղընկերները, բայց գրոհը ավարտված է եւ հիմա դաշտի կենտրոնում պետք է պայքարել գնդակ ընդունելու ու նոր գրոհ սկսելու համար։ Նորից Ասադուրյան, Միշել Տեր-Զաքարյան, ներեցեք, գնդակը ստանում է Ավալյանը, փոխանցում աչի եզրը դեպի Էրիկ Ասադուրյանը։ Ասադուրյանը բարձրից գնդակը ուղարկում է տուգանային հրապարակ, նորից պաշտպանները հեռացնում են, բայց գնդակը մնում է մեր ֆուտբոլիստների մոտ։ Փոխանցում աչ։ Էրիկ Ասադուրյան, փոխանցում, ուշադրություն դարձրեք Արթուր Պետրոսյան հարվածով։ Արթուր Պետրոսյանի վարպետությունը։ Հիմա մենք կտեսնենք կրկնապատկերը, տեսեք ինչ ուրախություն են ապրում մեր ֆուտբոլիստները, նույնիսկ պայստայինների նստարանից դուրս է եկել Կարապետ Միքայելյանը։ Երևի ուշադրություն դարձրեցիք մինչև այս գոլը 3 անգամ, սա երրորդն էր իհարկե, 3 անգամ նույն կերպ զարգացրեցին գրոհը, փոխանցում աչիեզրը այնտեղից Էրիկ Ասադուրյանը լայնակի փոխանցում է կատարում տուգանային հրապարակ եւ երրորդ փորձից արդեն Արթուր Պետրոսյանը վարպետորեն կարողանում է գրավել դարպասը։ Հա տեսեք այդ պահը, Էրիկ Ասադուրյանը ուղարկում է գնդակը տուգանային հրապարակ, ուշադրություն։ Տեսեք այնտեղ ձերքով է խաղում պաշտպանը։ Մրցավարը չի ընդհատում, քանի որ հարմար դիրքում է մեր կիսապաշտպանը, բայց կատարողական վարպետությունը ուղղակի գերազանց է։ Բայց դժվար է ասել, որ ասենք եթե գոլ չլներ մրցավարը արդյոք 11 մետրանոց կնշանակեր, թե չէ։ Ոչ, եթե նշանակեր 11 մետրանոց, պետք է անմիջապես նշանակեր։ Եթե այդ պահը բաց է թողել, ուրեմն 11 մետրանոց այլևս չէր նշանակի։ Բայց դժվար է ինչ-որտեղ մեղադրել մրցավարին, քանի որ գրոհը շարունակվում էր, իսկ Արթուր Պետրոսյանն էլ բավականին հարմար դիրքում էր։ Եթե խորհրդային տարիներին էլ ասենք 1-2 անգամ մրցավարը սխալ թույլ տար, կարելի էր իհարկե արտագնահավերում ավելի հաջող խաղալ։ Այո, եւ այսպես հաշիվը դարձավ 1-1 եւ հիմա դժվարին կացության մեջ հայտնվեցին Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստները, քանի որ 3 միավորը նրանց օդի ու ջրի նման էր պետք։ Իսկ հա մեր ֆուտբոլիստները հնարավորություններ չունեն, արդեն կորցրել են այդ հնարավորությունները դուրս գալու գրավելու առաջին կամ երկրորդ տեղը, բայց մեր թիմը արդեն խաղում է հեղինակության համար։ Ուշագրավ է, որ ուկրաինական թերթերը խաղից առաջ մեծ տեղ էին հատկացնում կայանալիք հանդիպմանը եւ մանրամասն տեղեկություններ էին տալիս, տեսեք ինչ վտանգավոր գրոհ են ձեռնարկում նորից մեր ֆուտբոլիստները, Ֆելիքս Խոջոյանն է։ Բավականին հաջող խաղաց Ալբերտ Սարգսյանն էր դա, որ կարողացավ ազատվել պաշտպանի հսկողությունից եւ շարունակել գրոհը։ Ես նորից եմ ուզում հիշեցնել Ալբերտ Սարգսյանի խաղը, որ իրոք այս երիտասարդ ֆուտբոլիստը հաճելի տպավորություն է թողնում։
Իսկ հիմա անզնորաց է խաղում Միշել Տեր-Զաքարյանը եւ դաշտի տերերը ստանում են անկյունային հարվածի իրավունք, Ռեբրովն է պատրաստվում իրացնել։ Ահա Տեր-Զաքարյանը։ Արդեն զգացվում է, որ շտապում են Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստները, իսկ շտապողականությունը չի կարող օգուտ բերել եւ մեր ֆուտբոլիստները ճանապարհ սարսափ են։ Եվ ահա ուկրաինական մամուլը շատ մեծ տեղ էր տվել մեր հավաքականի, մանավանդ ներկայացնելով մեր ֆուտբոլիստներին, ու հատկապես նշելով այն մասին, որ ճիշտ է երկու հանդիպումներում 0-7 հաշվով զիջել են Չիլիի եւ Վրաստանի հավաքականներին, սակայն դա ոչ մի նշանակություն չունի, դա չի բնորոշում Հայաստանի հավաքականի ռեալ ուժը, առավել ևս որ անցկացրած 5 հանդիպումներում ընդամենը մեկ պարտություն է կրել, այն էլ Եվրոպայի չեմպիոնից։ Տեսնում եք, նորից գրում են մեր ֆուտբոլիստները։ Եվ իհարկե Ուկրաինայի հավաքականի խաղն էլ արդեն հաշվելով փաստորեն Հայաստանի հավաքականը անցկացրած արտագնա 3 հանդիպումներում աշխարհի առաջնության շրջանակներում պարտություն չի կրել, սա արդեն խոսում է այն մասին, որ իրոք մենք ունենք շատ լուրջ հավաքական, որի հետ կարելի է հույսեր կապել։ Արթուր Պետրոսյան, նորից երկար ուղեր դեպի մրցակցի դարպասը։ Բայց գնդականացնում է դարպասապահ Շավկոսն։ Տեսեք, անընդհատ շտապում են դաշտի տերերը, փորձում են գրոհը զարգացնել ձախ թևով, բարձրից փոխանցում, այսպես խուճապի մատնել դարպասապահ Բերեզովսկուն հնարավոր չէ։ Ավելի ճիշտ խուճապի է մատնված իրենք Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստները, քանի որ արդեն զգում են ոչինչ անել չեն կարող։ Եվ ՆՔՊՄ փոխանցումներով, կարճ փոխանցումներով փորձում ճեղքել պաշտպանությունը եւ երկար եւ եզրերից ճեղքումներով դա ոչինչ չի տալիս եւ արդեն ինչ որտեղ զգացում է, որ հույսներն էլ կորցրել են եւ հոգնել են, ահա տեսեք, Օլեգ Լուժնին։ Փոփոխություն է կատարել, թիմի ավակն է թողնում խաղադաշտը, թիմի ավակը Յուրի Կալիտրինցևը, նրա փոխարեն խաղադաշտ է մտնում ֆուտբոլիստ 15 համարի համարձակագործող, դա Վալերի Կրիվենցովն է, նույնպես Դոնեցկի Շախտյորից։ Գնդակով ուկրաինացի ֆուտբոլիստներն են, Կասովսկի փոխանցում աջ, գրոհի ոցյունը տեղափոխվում է աջ եզրը, գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից, հաջող խաղաց պաշտպանությունում նաև Սարգիս Հովսեփյանը, նա կատարում էր եզրային պաշտպանի պարտականություն, չնայած ամեն ինչ պայմանական է ժամանակակից ֆուտբոլում, բայց եւ այնպես հիմնականում փակում էր ձախ պաշտպանի գոտին եւ հսկում այն ֆուտբոլիստին, որը հայտնվում էր հարձակման աջ եզրում։ Այն թարմությունը չկա արդեն Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստների մոտ, ինչ նկատվում էր առաջին խաղակեսում եւ երկրորդ կեսի միջնամասում, մինչև միջնամասը։ Բերեզովսկի Սուկյասյան, գնդակը նրա հարվածից հետո դիպչում է կիսապաշտպան Կասովսկուն եւ դուրս գալիս դաշտի սահմաններից։ Այո, երիտասարդական հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց, անմխիթար վիճակում էին հայտնվել մեր ֆուտբոլիստները ամբողջ 90 րոպեի ընթացքում, զարմացնում է իհարկե նման խոշոր հաշվով պարտությունը, բայց ահա պատկերը հիմնական ազգային հավաքականների հանդիպման ժամանակ արդեն այլ է։ Լուրջ դիմադրություն ցույց տվեցին իրոք մեր ֆուտբոլիստները Ուկրաինայի հավաքականին եւ ապացուցեցին, որ կարող են հաջող խաղալ ցանկացած թիմի հետ։ Ահա եւս մեկ փոփոխություն, խաղադաշտը թողնում է Ռեբրովը, նրան փոխարինում է Գենադի Զուլբովը, երիտասարդական հավաքականի հանդիպման հերոսներից մեկը, դրության տերն էր այդ ցածրահասակ, բայց բավականին արագաշարժ ու ճկուն ֆուտբոլիստը, տեսեք, ընդունում է գնդակը։
եւ հետեւում է փոխանցում։ Տեսեք, 3 հանդես եկավ այս ֆուտբոլիստը երիտասարդական հավաքականի կազմում, հաջորդ օրը հանդես է գալիս արդեն հավաքականի հիմնական կազմում։ 19-ամյա այդ ֆուտբոլիստը, որը ներկայացնում է Դոնեցկի Շախտյորը, իր երրորդ խաղն է անցկացնում ազգային հավաքականում։ Ցածրահասակ է, բայց անչափ արագաշարժ, ինչ որտեղ հիշեցնում է Զավարովին։ Նորից գրողն է մեր ֆուտբոլիստները, նորից Էրիկ Ասատուրյան եւ նույն ոճով դարձյալ փոխանցում կգնային հրապարակ։ Այո, երկրորդ խաղակեսում Էրիկ Ասատուրյանը շատ հաջող խաղաց աջ եզրով։ Գտել էր արդեն այդ տեղը, երևի թե դիրքը ճիշտ ընտրում էր եւ կարողանում էր առանձին դեպքերում շրջանցել Յուրի Դմիտրուլինին։ Իհարկե, ինքը մեղավոր չէր, որ առաջին կեսում պարզապես քիչ էր գնդակ ստանում, որովհետև հիմնականում մեր թիմը պաշտպանվում էր, դա բնական էր, բայց երկրորդ կեսում, որ պատկերը փոխվել է, մեր ֆուտբոլիստները դարձյալ Էրիկ Ասատուրյանն է աջ եզրում։ Մեր թիմի կազմում պակասում է Շևչենկոյի նման հարձակվողը։ Չկա այնպիսի մեկը, որ կարողանա անընդհատ հերթապահել մրցակցի կիսադաշտում, կենտրոնական հարձակվողի գոտում ու լարվածության մեջ պահել պաշտպանների։ Առայժմ մեր ֆուտբոլիստները հաջող են խաղում պաշտպանությունում, կիսապաշտպանությունում, ցավոք սրտի առայժմ հարձակման գիծը այն չէ։ Իհարկե ինչ որտեղ լրացնում են այդ բացը եւ Էրիկ Ասատուրյանը եւ Կարապետ Միքայելյանը, բայց եւ այնպես խոյահարող տիպի հարձակվող առայժմ չկա մեր թիմում։ Իսկ գլխավոր պատճառը այն է, որ հավաքականը պարզապես առաջատար չունի, դիսպետչեր չունի, որը կարողանա խաղն իր վրա վերցնել, կազմակերպել, ժամանակին լավ փոխանցումներով սպասարկել խաղացողներին, օրինակ թե Էրիկ Ասատուրյանը եւ թե Կարապետ Միքայելյանը երկուսն էլ շատ արագաշարժ հարձակվողներ են։ Բայց շատ քիչ են սովորաբար գնդակներ ստանում խորքից։ Կարապետ Միքայելյանը օրինակ առաջին կեսում, եթե հիշում եք, մենակ մնաց եւ կարող էր գրավել դարպասը։ Գրողում են Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստները շատ վտանգավոր գրող էր։ Տեսնեք ինչպես է հոզում Խորեն Հովանեսյանը։ Վերջին րոպեներն են ընթանում եւ ամեն մի սխալ կարող է ճակատագրական լինել։ Հարված դեպի դարպասը եւ հրաշքով գնդակը չի հայտնում դարպասում։ Մի երկու անգամ այսպեսի իհարկե պահեր եղան, սակայն մեր ֆուտբոլիստներն էլ առիթներ ունեցան։ Դարձյալ Շևչենկոն է։ Շատ դժվար է նրան վնասազերծելը, բայց Հարություն Վարդանյանը այնուամենայնիվ պատով դուրս եկավ։ Գրոհին անընդհատ մասնակցում է Դմիտրի Միխայելենկո, որը գնդակ ուղարկեցեք եւ Շևչենկոն հարվածեց փոքր շեղությամբ գնդակը դուրս անցավ դաշտի սահմաններից։ Խաղի վերջին րոպեներն են եւ վերջին ճիգերն են գործադրում դաշտի տերերը խաղափրկելու համար։ Իհարկե ոչ ոքի արդյունքը նրանց համար հավասարազոր է պարտության։ Տեսեք, վտանգավոր դրություն է մեր թիմի դարպասի մոտ։ Ինչպիսի ապրումների մեջ է Սաբոն, Բուրյակը, Երեմեևը։ Անսպասելի էր մեր հավաքականի նման խաղը նրանց համար։ Ասեմ, որ Հայաստան-Հյուսային Իռլանդիա խաղին ներկայ է եղել Երևանում, ներկայ է եղել Ուկրաինայի հավաքականի մարզիչներից մեկը։ Վալերի Զույևը։ Այո, Վալերի Զույևը, եւ չեմ կարծում, թե նա այն կարծիքին լիներ, թե իբր Հայաստանի հավաքականը թույլ է, բայց իրենք վստահ էին իրենց հաղթանակին եւ չեմ էլ կարծում, որ ասենք Ուկրաինայի հավաքականը ինչ որտեղ արհամարել է մեր հավաքականին եւ այդ պատճառով է խաղը ավարտում ոչ ոքի, ոչ ամենևին։ Հերթադիտողները, ֆուտբոլասերները համոզվեցին, որ Ուկրաինայի հավաքականը հենց սկզբից ու մինչև հիմա էլ ամեն ինչ անում է հաղթանակի հասնելու համար, ձգտում է գործել արագ, ուժերի մեծ նվիրումով, պարզապես ազնորաց են խաղում նաև մեր ֆուտբոլիստները։ Պարզապես մեր ֆուտբոլիստները բնավորություն ցույց տվեցին, այսպես ասած, նրանք արժանի դիմադրություն ցույց տվեցին եւ դա անսպասելի էր ոչ միայն Ուկրաինայի հավաքականի, այլ նաեւ մեզ համար, եթե ճշմարիտ ասեմ։ Այո։
Երվանդ Սուքիասյանն է նետվում առաջ։ Արդեն կարելի ասել հավասար պայքար է ընթանում, ընդ որում վերջին րոպեներին եթե մեր ֆուտբոլիստները ավելի համարձակ գտնվեին, կարող էին նույնիսկ հաղթանակ կորզել։ Տիգրան Եսայանն է ձեր էկրաններին պատրաստվում մտնել խաղադաշտ։ Ձեր գնդակը ավելի հաճախակի է հայտնում Ուկրաինայի հավաքականի կիսադաշտում, Էրիկ Ասատրյանը խլում է գնդակը փոխանցում աջ, Ավալյանն է այնտեղ գնդակով և անկյունային ոչ հարված դարպասից զարմանալի էր այս պահի իհարկե։ Զարմանալի էր գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Ուկրաինայի խաղացողին դիպչելով, բայց եզրային մրցավարը ցույց տվեց, որ պետք է խաղը վերսկսել դարպասից հարվածով։ 1-1 Հիշեցնեմ, որ Հայաստանի հավաքականը իր հերթական հանդիպումը անցկացնելու է օգոստոսի 20-ին, այդ օրը Լիսաբոնում ուժերը չափելու է Պորտուգալիայի հավաքականի հետ։ Եվ ընդհանրապես ոչ թե գրեթե այստու 20 օրվա ընթացքում մեր հավաքականը 3 խաղ է անցկացնելու, սեպտեմբերի 6-ին Երևանում ընդունելու է Ալբանիայի հավաքականին, իսկ սեպտեմբերի 10-ին Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ է մրցելու նրա իսկ դաշտում։ Տեսեք ինչ արդեն հանգիստ են խաղում են ֆուտբոլիստները։ Ավալյանը գնդակը ուղարկում է առաջ, բայց այնտեղ մեր ֆուտբոլիստներից ոչ ոք չկա։ Սա միաժամանակ այնպիսի պահ էր, որ հարկավոր է գնդակը հեռու պահել սեփական կիսադաշտից, խաղը մոտենում է ավարտին։ Բնական է կորցնելու ոչինչ չունեցող ուկրաինացի ֆուտբոլիստները ամբողջ թիմով նետվում են գրոհի և փորձում են փրկել խաղը։ Անկյունային հարվածի իրավունք են ստանում ուկրաինացի ֆուտբոլիստները ու շտապում են, մեծ թվով ֆուտբոլիստներ են տեղափոխվում դեպի Տիգրային հրապարակ։ Հայաստանի հավաքականի կազմում երրորդ փոփոխությունն է տեղի ունենում, Տիգրան Եսայանն է մտնում ասպարեզ և դաշտից դուրս է գալիս Էրիկ Ասատրյանը։ Երկու թիմերի մարզիչները օգտագործեցին իրենց հասանելիք բոլոր փոփոխությունները։ Երեքական խաղացողներ մտան, դա ճիշտ էր այս եղանակի, այս ծանր խաղադաշտի համար, թաց և ցեխոտ խաղադաշտի համար, որ ֆուտբոլիստները հսկայական էներգիա են ծախսել։ Էրիկ Ասատրյանը գերազանց խաղաց, ինչպես նաև Միշել Տեր-Զաքարյանը, տեսակ շատ վտանգավոր էր։ Այս վերջին վտանգավոր պահն էր մեր դարպասի մոտ, շատ անսպասելի հարված էր, սուր հարված անկյունայինի խաղարկումից հետո, և լավ էր, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։ Ես համոզված եմ, եթե եղանակը չոր լիներ, Բերեզովսկին այն նման փոխանցումների ժամանակ իր տեղից դուրս կգար։ Այո։ Եվ միանգամայն ինքը իրավացի է, որ այս խաղում հազվադեպ էր գնդակին ընդառաջ դուրս գալիս, քանի որ կարող էր ամեն տեսակի սխալ լինել։ Ափսոս, եթե գնդակը անցներ։ Տեսեք, ստիպում են մեր ֆուտբոլիստները արդեն մրցակցին նահանջելու։ Վաշուկն է գնդակով փոխանցում առաջ և նորից մեր պաշտպանը գնդակը ուղարկում է արևմտյան տրիբունան, հնարավորություն տալու խաղընկերներին մի փոքր հանգստանալու։ Իսկ դաշտի տերերը անցնում են, այս արդեն սկսում են դիմել հախուռն գրողների, հույսը դնելով պատահականության վրա։ Ամենակարևորը այն է, որ ուկրաինացի ֆուտբոլիստներին հնարավորություն չեն տալիս հաղթող դուրս գալ վերևի երկրորդ հարկի վերևից կատարված փոխանցումների ժամանակ։ Վերջապես մեր ֆուտբոլիստները կարողացան ուրախացնել իրենց երկրպագուներին։ Ուկրաինայում ոչ ոքին դա կարծում եմ մեր թիմի համար հոգեբանական կարևոր հաղթանակ է։ Իսկ ահա Ուկրաինայի հավաքականի համար ոչ ոքին հավասարազոր է պարտության, նրանք ինչ որտեղ կորցնում են հնարավորությունները դուրս գալու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, իսկ գիտեք, եզրափակիչը կայանալու է 1998 թվականին Ֆրանսիայում։ Ասենք հեռուստադիտողներին, ֆուտբոլասերներին, որ եվրոպական 9 ընտրական խումբ կա, մեր հավաքականը ուկրաինացիների հետ միասին ընդգրկված է 9-րդ ընտրական խմբում, որ անմիջապես ուղեգիր են ձեռք բերում խմբերում առաջին տեղ գրաված թիմերը միայն և երկրորդ տեղ գրաված 9 թիմերից լավագույն արդյունք ցույց տված թիմը։ Դրանք կլինեն 10 թիմ, մնացած 8 թիմերը, որոնք երկրորդ տեղ են գրավել,
կբաժանվեն զույգերի վիճակահանությամբ, հետո երկու հանդիպում կանցկացնեն սեփական ու մրցակցի դաշտում եւ հաղթողը աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր ձեռք կբերի։ Այսինքն Եվրոպային տրամադրվել է 14 տեղ եւ ավելացրած աշխարհի առաջնության գազམ་ակերպչին Ֆրանսիայի հավաքական եւ այսպես ժամանակը սպառվել է, հանդիպումն ավարտվեց ոչ ոքի, մենք էլ ավարտում ենք մեր ռեպորտաժը, այն վարեցին Սլավա Սարգսյանը եւ Սուրեն Բաղդասարյանը։